Մարդիկ հաճախ հարցնում են, միգուցե դու ես դա հարցրել։ Ինչու, եթե Աստված սեր է, եթե Աստված բարի է, ապա ինչու են այս աշխարհում մեռնում երեխաները։ Մարդիկ հիվանդանում են քաղցկեղով, ավիակատաստրոֆաներ են տեղի ունենում, ավտոկատաստրոֆաներ են տեղի ունենում, երկրաշարժներ են տեղի ունենում եւ մեռնում են մարդիկ։ Ինչու են մեռնում այսքան մարդիկ, եթե Աստված բարի է, եթե Աստված կենթանի է, եւ ես ուզում եմ այս քո տված կարևոր հարցին մի հատ բան ասել։ Նախ առաջի հերթին իմացիր, որ աշխարհը, որտեղ ես եւ դու ապրում ենք, այդ միջավայրը բավականին վտանգավոր միջավայր է եւ թշնամական։ Այդպես է։ Մենք նոր կարդացինք, թշնամական միջավայր է։ Սա երկիր մոլորակի էությունն է, գիտես, բայց ես թույլ տուր մի բան ասեմ։ Երբևէ եղել է, որ մեքենա գնես կամ տուն վերցնես, քեզ ասեն agreement-ը ստորագրի։ Եղել է այդպես բան։ Նկատել եք, որ դա 16-20 թերթանոց է։ Ու ստորագրելուց ոչ մի թերթը չես կարդում, ասում ես ստեդիր։ Հոպ, շուրատալի, ստեդիր, հոպ, շուրատալի։ Ու դու արագ ստորագրությունները դնում ես։ Initial-ը դիր, հա, դրեց, դրանք է դրեց, անվանը առաջի տառը էսի դիր, ստորագրեցին, ու մի 16 էջ ստորագրում ես մի կես ժամը։ Բայց ոչ մի բան չկարդացիր։ Գիտես պայմանագրի էությունը որն է։ Պայմանագիրը մի քանի բան է ուզում։ Տուն ես վերցրել պայմանագիր են տվել, թե մեքենա, նախ ուզում է որ պայմանագրի տերը դու դա կարդաս։ Առաջի հերթին պայմանագիրը պետք է եղբայրներ եւ քույրեր կարդալ։ Երկրորդը պետք է լավ ծանոթանալ պայմանագրի հետ, եւ երրորդը պետք է որոշում ընդունել։ Սրա տակը ստորագրել, թե չէ, եթե ընդունեցիր, այսինքն հավատացիր, դու տակը ստորագրում ես, այո։ Ուրեմն պայմանագիրը 3 կարևոր բան է ուզում։ Նախ կարդա։ Երկրորդը հասկացի ինչ է պահանջում եւ երրորդը турքո համաձայնությունը։ Հիմա այս պարագայում ես պայմանագիր բառը կփոխեմ ավետարան բառով։ Այստեղ պատկերացնենք մեր պայմանագիր Աստվածաշունչն է։ Եթե դու չես կարդացել Աստվածաշունչը, եղբայրս եւ քույրս, ես քեզ եմ դիմում։ Եթե երբևիցե չես կարդացել Աստվածաշունչը, երբեք տեղյակ չես ինչ է ասում Աստծո խոսքը, ապա դու այն մեկերից մեկն ես, որ կարող ես ասել, եթե Աստված սեր է, Աստված բարի է, ինչու է այս աշխարհում մեռնում երեխաները, ինչու են այս աշխարհում մարդիկ մահանում հիվանդություններից, ինչու այսինչ մեկը անժամանակ շուտ մահացավ, այս մեկը այսպես եւ այնպես։ Եթե դու կարդայիր այդ պայմանագիրը Հովանես ավետարանիչի կողմից այսպիսի բաներ դրել մեջը։ Այս աշխարհը հիմնված է չարության ուժի վրա։ Հիսուսը ոչ մեկից չի խոստվել, որ այս աշխարհում լավ է լինելու։ Ձեր սպասելիքները իզուր են, որ եթե դու սպասում ես, որ այս աշխարհում ամեն բան լավ է լինելու, ես ուզում եմ քեզ ասեմ գնալով ամեն բան ավելի վատ է լինելու։ Նա երբեք ոչ մի տեղ այդ պայմանագրի մեջ, որի անունն է Աստվածաշունչ, չի գրել, որ այս աշխարհում քո կյանքը վարդ մանուշակի է վերածվելու։ Եվ ես չեմ հավատում, որ այստեղ կա մարդ, ում կյանքը վարդ մանուշակի է վերածված։ Եթե վարդ մանուշակ դու այստեղ ես ձեռքդ բարձրացրու, մենք գանք քեզ քո հոտը քաշենք անուշ։ Ալելույա։ Ոնց որ չկա։ Ուրեմն Հիսուսը ճիշտ էր։ Այս աշխարհում մի սպասի լավ բաներ։ Գիտեք, մարդիկ կան, որոնք աշխարհին նայում են վարդագույն ակնոցներով։ Տերը բարի է, այդ մենք էլ գիտենք։ Տերը սեր է, բայց հանկարծ որևէ մի բան է լինում ընտանիքում, որևէ խնդիր, այդ որ Աստուն բարի էր ասում կամ Տերը սեր է, հենց ինքն առաջինը գայթակղում Աստծուց։ Լսեք, եթե հանկարծ մենք գնայինք երկինք եւ դրախտում մեկը քաղցկեղից մեռներ, դրախտում մի երեխա մահանար ժամանակից շուտ, մի կին աբորտ աներ, մի եղբայր եղբորը սպաներ, մենք կասենք Հիսուսը կոնկրետ խաբեց մեզ, որովհետև նա ասեց երկինքն այն վայրն է, որտեղ կա խաղաղություն, ուրախություն, սրբություն, արդարություն, Աստծո հոգով, ամեն, ամեն։ Ուզում եմ քեզ մի բան ասեմ, երկինքը հսկվում է Աստծո կողմից, այնտեղ ամեն բան օքեյ է, բայց երկիրը հսկվում է չար ուժերի կողմից, ըստեղից լավ բան սպասելը անիմաստ է։ Կարողացա սա բացատրեմ ձեզ։ Ուզում եմ ես կարևոր միտքը հենց սկզբից հասկանաս, որ ամբողջ պատգամը հասկանալի լինի քեզ, որովհետև այն բավականին բարդ խոսք է։ Պարզ է։ Գիտեք, դա նույնն է, որ ձուկը փորձի օվկիանոսից դուրս գա եւ ասի. ես ես ավազի վրա դղյակ եմ սարքելու եւ ես ըստե երջանիկ ապրելու եմ, դա կստացվի նրա մոտ, ոչ, ձկան տեղը օվկիանոսում է, քո տեղը հավիտենությունում, անդե սպասին։ Ամեն։
Ուրեմն պայմանագիրը նախ պետք է կարդալ, ամբողջովին կարդալ, եթե դու չես կարդացել Աստվածաշունչը, ուրեմն ավելնորդ հարցեր մի տուն։ Ավելնորդ մի զայրացիր Աստծո վրա, որովհետև հենց այդ նույն Աստվածաշունչում գրված է հələ ավելի վատ օրեր կլինեն։ Այդ մասին, որ շատ չտանջվես, օգնեմ գնա գտի Մատթեոս 24։ Այնպիսի բաներ, որ աշկը չի տեսել եւ ականջը չի լսել, ինչու, որովհետեւ երկիր մոլորակը, որտեղ դու ապրում ես, այն բավականին թշնամական միջավայր է։ Ինչ որ մեկը կասի այո, դա այդպես է։ Այս մասին Հիսուսն արդեն 2000 տարի առաջ ասեց ամեն, ու մենք այս բոլորս լավ գիտենք, շատ լավ։ Կլինեն պատերազմներ, կլինեն երկրաշարժներ, կլինի վիշտ, կլինի կորուստ, ասեց ինքը, մի արդար մեկն ասի այո, ասեց։ Ուրեմն այստեղ ժամանակն է դուրս հանենք վարդագույն ակնոցները, սա է մեզ նեղացրել մենակ։ Լսի, եթե դու թույլ տաս, որ Աստված մտնի քո կյանքի մեջ, նա օրհնելու է քո կյանքը։ Լսում ես, եթե դու թույլ տաս, որ Աստված մտնի քո կյանքի մեջ, նա օրհնելու է քո կյանքը։ Բայց եթե դու կամ քո նախնիները որևէ մեղքի պատճառով թույլ են տվել, որ մտել է սատանան քո կյանքի մեջ, քո պապայի կյանքի մեջ, քո պապիկի կյանքի մեջ, ապա իմանաս, հնարավոր է այժմ այս պահին դու գտնվում ես ժառանգական սերունդների անեծքի տակ։ Ավելի հասարակ ասեմ, այն մեղքը, որը պապայիդ կողմից չի զղջվել ու դա մտել է ձեր կյանք, այն անպայման գտնելու է դրանց որդուն։ Այն անպայման գտնելու է դրանց աղջկան։ Տեսեք ինչպեսի լռություն։ Որովհետև դու ուզում ես մտածել, բայց դա ոնց որ այդպես է։ Դու ուզում ես, որ Աստված գա քո կյանքի մեջ եւ օրհնի քեզ, նա կարող է դա անել, որովհետև դու թույլ տվեցիր, որ ինքը եկավ։ Իսկ եթե մեկը քեզանից առաջ թույլ է տվել, որ դևն է եկել, այդտեղ էլ ուրիշ գործ ա եղել։ Այո, դու հավատում ես, որ Աստված եթե գա կօրհնի, դու ճիշտ ես հավատում։ Բայց եթե քո նախնիները մեղք են գործել ու թույլ են տվել, որ սատանան գա, նա եկել է քանդելու համար։ Հիսուսն ասաց, գողը գալիս է գողանալու, քանդելու, հավիրելու համար։ Ես եկա, որ դու կյանք ունենաք։ Հալելույա։ Սերունդների անեծք, մենք որին անվանենք նաև ժառանգական անեծք, դա բավականին ցավալի բան է, հարգելի ծնողներ, սիրելի եղբայրներս եւ քույրերս, նրանք ովքեր այստեղ են որպես ծնողներ, մեզ կյանքում ամենաշատը հուզում է, երբ մեր երեխաներին են կպնում, երբ մեր երեխաներն են հիվանդանում, երբ մեր երեխաների կյանքում կա դժբախտություն, սա ամենաշատն է մեզ հուզում, այո։ Եթե դու լաց ես լինում երեխայիդ համար, եթե դու լաց ես լինում երեխաներիդ համար, այստեղ պարտադիր խոսում է անեծքի առկայությունը։ Եթե քո որդին հարբեցող է, եթե քո աղջիկը ուրիշ խնդիրներ ունի, դա խոսում է այն մասին, որ այստեղ անեծք է աշխատում։ Գիտեք, մարդը կարող է, ասենք, նստի միտեղ, ասենք, մի հատ հաց ուտի, մի բան խմի, էդի տենց անցավ գնաց, Ոնց խմելու հետ մարդը սեր չունի։ Մենք հիմա սրան շատ ավելի խորն ենք մոտենալու, որովհետև ես Աստվածաշնչյան ամենապոպուլյարնի կերպարներից մեկին եմ ընտրել, որի շուրջ հենց այսօր էլ ծավալվելու է մեր պատգամը, որի պատճառով անեծքը մտավ սերունդների մեջ, որի խոսքի պատճառով։ Ուրեմն այսօրվա պատգամի վերնագիրն է, քարոզաշարքն է անեծք, բայց այսօրվա պատգամի վերնագիրն է ինչ է ընկած անեծքի հիմքում, դուք ունեք եւս մեկ պատգամ հաջորդ կիրակի լսելու, հիվանդություններ, որոնք ունեն տարբեր մարդիկ եւ տարբեր հիվանդություններ, սա անոնսի կարգով եմ ասում, եւ տեսեք, որ հիվանդության արմատն է դևից եւ որն է կոչվում անեծք, բայց սա հաջորդ կիրակի։ Իսկ հիմա ուզում եմ մի բան նայես։ Մի թույլ տուր, լսում ես, մի թույլ տուր, որ սատանան ոչնչացնի քո երեխաներին սերունդների անեծքով։ Այսօր այստեղ ես նրա համար, որ հասկանաս ինչ է քեզ պետք անել։ Կոպիտ չեմ լինի, եթե ասեմ, քանի դու ապրում ես, քանի դու այս երկրի մեջ ես, քանի դու շնչում ես, դու գործ ունես անելու երեխաներիդ համար։ Ավարտի այն, հետո նոր ինչ ուզում լինի։ Ավարտի, այդ գործը դու պիտի ավարտես։ Այո, որովհետև այդ պատմությունից դու ես տեղյակ, այդ երեխան տեղյակ չի։ Գիտեք, Աստվածաշնչում մի համար կա, հիմա կարդալու ենք մի քիչ հետո, բայց մինչև մենք այդ համարին կմոտենանք, ուզում եմ հիշեցնեմ այդ համարի հետ իմ աղջիկս տարիներ շարունակ վիճել է։
Ինքը 7 տարեկան է եղել, երբ որ դարձի է եկել, ես եմ իրանից հետո դարձի եկել։ Բայց այս երեխան, երբ որ մի անգամ մենք կարդում էինք Աստվածաշունչը, այս համարը տեսավ եւ ասեց. ես համաձայն չեմ այս համարի հետ։ Հիմա որ կարդամ դու էլ համաձայն չես ենելու։ Արի կարդանք, որ դու էլ սկսես վիճել։ Ողբ Երեմիայում գրված է սևով սպիտակի վրա։ Մեր հայրերը մեղ գործեցին ու էլ չկան։ Քո կարողա պապան չկա, պապիկդ էլ չկա։ Այո, ասում եմ մեր հայրերը մեղ գործեցին, չկան, մահացել են, գնացել են։ Իսկ մենք կրում ենք նրանց անօրենությունը։ Վաու, այսպես պիտի սատակից դուրս գանք։ Ես չգիտեմ ինչ արեք քո պապը, իմ պապաս, ես չգիտեմ իրանք, լավ, հորից կարողա տեղյակ ես, որտեղ վրանա կենթանի է, բայց պապա, ես չգիտեմ, որովհետև անեծքը մինչև 4 սերունդ փոխանցվում է, իմանաս, 4 սերունդ աշխատում է անեծքը։ Ես հիմա չգիտեմ, սրանցից ով ինչ է արել, որ ես պատասխանում եմ։ Իմ աղջիկն ասեց, Աստվածաշնչի միակ համարն է, որը չեմ սիրում։ Ես ինչի պիտի պատասխանեմ իմ ծնողներիս համար։ Գիտեք, երբևիցե եղել է, որ մեկը մի մեղ կա գործել, բայց ուզում եմ, կարող ենք այսօր ազատ խոսել իրար հետ։ Հոչեք նեղվելու։ Ես կուրախանամ, որ նեղվեք։ Ուրեմն դա ազդեց ձեր վրա։ Եղել է այնպիսի մի բան, որ դու որևէ մեկի դեմ մի մեղ ես գործել, անցել են տարիներ մոռացել ես էլ, բայց հանկարծ քո երեխայի կյանքում ինչ որ մի բան երբ որ սկսվել է, դու մեծ ցավ ես ապրել, տեսել ես երեխատ հիվանդը, տեսել ես երեխատ այլ հարցերում շեղվել է, տեսել ես երեխատ հարբեցող է, տեսել ես երեխատ սեռական այլասեռ մեղքերի մեջ է, ու դու մտածել ես, «Իսու մեկ վատություն արել, որ այս մեղքը եկավ իմ կյանքում եւ այլն»։ Մենք ամենաշատ ցավում ենք, նորից եմ կրկնում, եւ շատ հուզվում ենք, երբ մեր երեխաների կյանքում է բան լինում, երբ ծնողները մի բան են անում ու դրա համար չեն ապաշխարում, էդի հետո երեխաները վճարում են, ու երբ որ ծնողները տենում են, որ երեխաները վճարում են իրենց թողած մեղքերի համար, քեզ այդ պահին մնում է հետևյալն անել կամ կանգնել, զղջալ քո արածների համար, եթե անգամ դա արել ես 10 տարի առաջ։ Կամ դու նայելու ես ինչպես է երեխատ քո աչքիդ առաջ քայքայվում։ Ես հույս ունեմ, որ դու դա չես նայի տենց։ Հույս ունեմ, որ դու հենց այդպես չես նայելու այդ խնդրին, այո։ Մենք խոսում ենք սերունդների անեծքի մասին, թե հայրերի մեղքը կարող է փոխանցվել սերունդ դե սերունդ։ Ընտանիքներ կան, որ տառապում են քաղցկեղից։ Նկատել եք, մայրը քաղցկեղով հիվանդ է եղել, աղջիկն էլ է քաղցկեղով հիվանդ։ Տատիկն էլ է քաղցկեղով հիվանդ եղել։ Դու դրա անունը ինչ կդնես։ Ժառանգական անեծք։ Դուք նկատել եք ընտանիքում տղան խմող է, հերը խմող է, պապին խմող է եղել։ Ալկոգոլիզմը դա դև է, դա ժառանգական անեծք է։ Այն մի հատ ուրիշը վերցնեմ, որ նենց այնքան մեղմ է այդ երևում։ Հայույել, նկատել եք, մարդ կա ահավոր հայոյող բերան ունի։ Ինքը հայոյող, իր տղեն հայոյող, իր պապան թզբեղը ձեռը քֆուր տվող։ Սրան մենք ասում ենք քֆուր չի մարդ։ Տեսեք, մարդ կա խոսալ ունի շնորհքով բան, մարդ է կա, այդ իրա բառապաշարն է, այդ էլ իրա այբուբենն է քֆուրով, հա, թզբեղը ձեռը։ Գիտեք, այդ երեխան ինչ տեսել է, էդի սովորելը։ Այդ էլ այլ մի տեսակի գրականություն պապայից թողած։ Երեխան տեսե սովորելը։ Երեխաները խաղում են մեր խաղերը։ Աղջիկները խաղում են իրենց մամաների խաղերը, տղաները խաղում են իրենց պապաների խաղերը, այո։ Հիմա տենց, գիտեք, ճարպակալում, հիմա կասեք, այս ինչ անմեղ մեղքեր ես բերել։ Դուք նկատում եք, մի տան մեջ կան 5 հոգի, 5-ից 4-ը ճարպակալած են։ Դուք էդի նորմալ եք համարում։ Դες բան չի կարա լինի։ Լավ, թող մեկը լավ ախորժակով տղա լինի ձեր մեջ։ Սենց հացաբուլկեղենի տեխնիկումը ավարտած։ Գերեած, խմած, վերջը, բայց ամբողջ ընտանիքը տատը տենց, մամանը տենց, աղջիկը տենց, հա, ճարպակալում։ Սա սերունդից սերունդ փոխանցվող հիվանդություն է, գիտեք։ Նկատել եք ամբողջ ընտանիքով լավ ռազմերներով են։ Տենց։ Ասենք նես չի, որ մենք հերոյ էինք։ Ալելույա, ասենք, բայց ես մոտիկ էլ չենք ոնց որ։ Լավ էր, լավ, ուրախացան։ Այնպես չի, հա, դեպրեսիան չի գալիս մի հոգու կյանքում, դեպրեսիան նույնպես փոխանցվող է, գիտեք դա, դեպրեսիան դա դև է, կոնկրետ դև է,
Ես այս երկրում առաջի բանը որ տեսել եմ ու մինչև հիմա տեսնում եմ, համար առաջի տեղը որ կանգնած է, դա դեպրեսիան է։ Նկատել եք, 2-ից 1-ը դեպրեսիա ունի, չեմ ասում 10-ից 1-ը, բոլորը նստած են դեղերի վրա, բոլորին անմիջապես դեղ են տալիս։ Ամբողջ կյանքը ոտից գլուխ դեպրեսիա է մեր, դա աչքերդ բաց անցի։ Այդպես պիտի անցնենք, որովհետև Հիսուսն ասաց, այդ անպայման կտեսնեք։ Ու դու պիտի հասկանաս, որ թշնամական միջավայրում ես ապրում, տանուլ միտում, տանուլ չտաս։ Պարզ է։ Գնանք առաջ, մի հատ բան եմ ուզում նայեմ։ Գիտեք, որ յուրաքանչյուր մետաղադրամ ունի 2 կողմ, հա, տենց է, չէ, մեդալն ունի 2 կողմ, գումարը, մետաղադրամը ունի 2 կողմ, այո, գիտեք, երբ որ մի բանից բողոքում ես, ուզում եմ մյուս կողմն էլ նայես, լավ, մի բանի դեմ, որ հակառակ ես, օքեյ, հասկանում ենք, բայց խնդրում եմ մի կողմն էլ նայի, լավ, այն մի կողմում կարող է քեզ գտնես, հա, արի, հələ գտնենք, ես մի հատ պատմություն եմ ուզում քեզ պատմեմ։ Միկին գալիս է իր հովվի մոտ եւ ասում է հովվին. Ես ուզում եմ բաժանվել իմ ամուսնուց։ Հովիվն ասում է. Ես չեմ ուզում հարցնեմ ինչ է պատահել, որ ուզում ես բաժանվես, բայց ես ուզում եմ ուրիշ հարց տամ քեզ։ Քո մայրը քանի անգամ է ամուսնացել։ Կինը պատասխանում է 3։ Դու քանի անգամ ես ամուսնացել։ 3։ Քանի հատ երեխա է մայրդ ունեցել։ 4։ Դու քանի երեխա ունես։ 3։ Ինչ են 3 աղջիկներ։ Ուրեմն քո մաման բաժանվել է 3 անգամ ամուսնացել, հետո դու ես 3 անգամ ամուսնացել բաժանվել, հիմա դու ունես 3 աղջիկներ եւ Հովիվը իրան ասում է. լսիր, դու կարող ես գնալ եւ քո ամուսնուց բաժանվել, դա քո գործն է, սակայն ես ուզում եմ քեզ մի բան ասեմ. այս ամեն ինչ որ կատարվել է մորդ հետ, կատարվել է քեզ հետ, կատարվելու է անպայման քո աղջիկների հետ։ Ես կինը մնաց զարմացած եւ Հովիվն ասում է ավելի լավ է մարդուն ապտակել Աստծո խոսքով եւ ճշմարտությունով, որով կօգնես այդ մարդը հեռու մնա մեղքից, քան թե կեղծ քաղցր սուտ։ Այդ կատեգորիայի մեջ ես 0 եմ չկամ։ Ես ավելի լավ է ճշմարտությունով այսօր Տիրոջ թույլատրության որոշներին հարվածեմ, բայց քեզ հեռու պահեմ գալիք կործանումից։ Այո, համաձայն ես։ Ասեց, ես իմ աղջիկներին շատ սիրում եմ, ասեց, լսիր, քո մայրը սեռական մեղքի պատճառով անեցք է բերել քո կյանքիդ մեջ եւ գիտես ինչ նախնդիրը, սա լսիր, սա է պետք լսել, նա դրա համար չի զղջացել, նա այդ մեղքը չի կանգնացրել, չի ապաշխարել քո մայրը դրա համար, դա է պատճառը, որ այն շարժվել է քո կյանքիդ մեջ։ Հիմա որպեսզի դա չշարժվի նաեւ քո աղջկա կյանքի մեջ, կանգնացրու, դու նույն թելն ես թելում։ Նորմալ է սա։ Այստեղ հատուկ հայտնություն, այստեղ հատուկ գիտնական պետք չի լինել։ Քո մայրը դա փոխանցել է քեզ, որտեվ չի զղջացել։ Հիմա դու նույնը փոխանցելու ես քո աղջիկներին։ Ասում նա հուզվեց, մի քիչ էլ նյարդայնացավ եւ գնացնում։ Երեկոյան, երբ աղոթում էի, դուրս եկա եւ տեսա հեռախոսից վրա զանգ է եկել, բաց թողած։ Վերցրեցի եւ զանգեցի նրան, ասեցի դուք ինձ զանգել եք, ասաց այո Հովիվ, ես քո խոսքերից հետո երկար մտածեցի եւ գտնում եմ որ դու ճիշտ ես ասել, ես երբեք այլևս իմ ամուսնուց չեմ բաժանվի։ Ես կփորձեմ իմ հարաբերությունները կառուցել երեխաներիս խաթր։ Ամեն, Փառք Հիսուսին։ Եկեք մի երկու տեղ նայենք Աստվածաշնչից։ Ելից 20-րդ 5 խոսքը։ Աստված Մովսեսին ասում է. նրանց երկրպագություն չանես, նրանց չպաշտես կուռքերին, որովհետև ես քո Եհովա Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունները որդիների վրա, մինչև նրանց 3-րդ, 4-րդ ազգը, որ ատում են ինձ։ Պարզ գրված էր, շատ լավ, մի հատ եմ համար ուզում կարդանք օրինաց գրքից։ Եվ գիտակցիր, որ քո, ես ուզում եմ այսօր դու ոչ մեկ հետ չխոսես, կլինի, դու նայի այսօր այստեղ, որովհետև սա երկար սպասված պատգամ է եղել, սա լուծելու է քո հարցերը, սա լուծելու է երեխաներիդ հարցերը, սա լուծելու է երեխաների հարցերը, դու որ այստեղ նստած ես, ուզում եմ քեզ հիմա տեսնես ինքդ սենց, նայես, դու որ նստած ես, դու ստեղ նստել ես հատուկ նրա համար, որ մի հատ հարց ես լուծելու, այդ հարցը դու ես լուծելու, որ դու ստեղ ես,
Այդ հարցը դու լուծելու ես, չի վերցնելու քեզ երկրի վրայից Տեր այնքան, մինչև այս հարցը դու չլուծես, չմաքրես, որովհետև քո մաքրելուց հետո քո սերունդը ազատաշնչելու։ Ամեն։ Եվ գիտակցիր, որ քո Եհովա Աստվածն է Աստված, հավատարիմ Աստված, որը իր սիրողներին եւ իր պատվիրանքները պահողների համար մինչև 1000 ազգ ուխտ եւ ողորմություն է պահում։ Սա լսիր։ Եթե գրված էր, որ անեծքը 3-րդ մինչև 4-րդ սերունդը փոխանցվում է, մարդիկ կան, որ այսօր 4 սերունդով ներկա են։ Իրանց մաման, ինքը, իր աղջիկը եւ իր թոռը։ 4 սերունդ ներկա է, արդեն ներկա է։ Եթե դու այս կանգնացնես, այդ երեխայի վրայից այլևս չի աշխատելու այդ անեծքը։ Ասма, բայց օրհնությունները 1000 սերունդ է տալու են։ Ամեն։ Ես կրկնում եմ, ուզում ես օրհնյալ կյանք ունենալ, ասեցիր այո։ Ուզում ես, որ քո երեխաները լինեն օրհնված, անշուշտ, որ մաման, որ պապան էդի չի ուզի, որ երեխաները լինեն առողջ, որ ունենաք առողջ երեխաներ եւ նրանք էլ ունենան առողջ ընտանիքներ, այո։ Ուզում եք որ տեսնեք, երբ որ նրանք ամուսնանան, ընտանիք կկազմեն, նրանցից ծնվեն առողջ երեխաներ։ Դուք նկատում եք այս երկրում ինչքան հիվանդ երեխա է ծնվում։ Եվ բոլորը իրար հարցում են, «Էդ ինչի՞ց է»։ Էդ ինչի՞ց է, որ այստեղ երեխան է։ Ես ուզում եմ ասեմ, եթե դու Աստծո մարդ ես, եթե դու այն մեկն ես, որ ականջ ունես ավետարանի համար, ապա ես խնդրում եմ, մենք 7 կիրակի մի ծառայություն ենք անցել, հայտնության 7 եկեղեցիները, որտեղ գրված էր, ով ականջ ունի, թող լսի։ Այսօր այստեղ կարող է քո կյանքից եւ քո երեխաների կյանքից ժառանգական անեծ քանդվի։ Քեզ երկնքից հեռագիր չի գալու։ Ոչ է քեզ նամակ է գրելու Հիսուսը։ Դուք որ այն կիրակի աղոթեցիք եւ բանարեցիք, քանդված է։ Այս շտամպով նամակը, որ անավատություն չանեք։ Հիսուսն ասեց. «Կլինի քեզ այնպես, ինչպես որ ասես, կլինի քեզ այնպես, ինչպես որ ասես, ինչպես որ ասես, կասես քանդվի, կքանդվի, կասես չքանդվի, չի քանդվի, կլինի քեզ այնպես, ինչպես որ ասես»։ Ուրեմն մենք ուզում ենք, որ մեր երեխաները լինեն օրհնված, լինեն, դու ուզում ես, որ դու լինես օրհնված, ուզում ես, որ այն ընտանիքում, որ ալիքներ են բարձրանում, վերջանան դրանք, վերջանան, էլ ընտանիքում չլինի արցուն, էլ ընտանիքում չլինի կռիվ, էլ չլինի հակամարտություն ծնողների եւ երեխաների միջեւ, վերջապես իրար բաց աչքերով նայեք, տղան տուն մտնի, մաման, պապան ուրախությունից խառնվեն, տղասա եկե, աղջիկը երեխեքի հետ գա, թեկուզ ջարդուն փշրում են տունը, աղի պես մանրացնում են, բայց ոչինչ, ուրախանաս երեխեն եկե, հետո ճիշտ է գնալուց հետո ամբողջ ընտանիքով ուրախանում եք, որ գնացին, ալելույա, դա այդպես է, բայց իրանց ասում ենք, ինչ լավ է կարևոր եկել եք, որ շուտ գնաք ավելի լավ կանեք, պարտիրոջը, այդպես է, չէ, դու զգում ես, որ քեզանից մենակ քո տառնա մնաց, տնից ոչ մի բան, երբ հատկապես 3 երեխաներով են գալիս, զգում ես մեկը հեռուստացույցի վրա է, մեկը պատի նկարից է կախվել, մեկը լվացքի մեքենայի մեջ բանա գցել, լվացքի մեքենան պտտվում է, կամ տան կատվին ատարը գցել լվացքի մեքենայի մեջ, այտենց ակտիվ երեխաներ կան, բայց ուրախ եք, որ իրանք կան, ավելի ուրախ եք, որ գնում են, բոլոր ազնիվներն ասեցին այո, Ալելույա, սրա համար մեզ պետք է ուղղակի թույլ տալ, որ Աստված գործի մեր կյանքում, ամեն, եւ բացել նրա առաջ դռները մեր, եկ Տեր, պատերազմ կա, որ չեմ կարող մենակս անեմ, դու ճիշտ ես ասում, պատերազմ կա, որ նա քեզ կպատրաստի ոնց անես, բայց նա հետդ կգա, դա մեր Հիսուսն է, որովհետեւ նա շահագրգռված է, որ դու այդ պատերազմը հաղթես, ամեն, գիտեք մարդիկ կան, որ սովորել են այդ անեծքի տակ մնալ, ոչ մի բանը չի փոխվի, եթե այդպես ես մտածում, հաստատ չի փոխվի, որովհետև կրկնում եմ այս խոսքը, Մարկոս ավետարան 11-րդ գլխում Հիսուսն ասեց, կլինի քեզ այնպես, ինչպես ասեցիր, ես 31 տարի պատերազմել եմ, որ այսօր 2 երեխաներս հանգիստ ապրեն, որ չպատասխանեն հայրերի եւ մայրերի անեծքին, չանեն են բաները, որ ինչ որ իրանց նախնիներն են արել եւ չապրեն այն կյանքը, որ իրանց նախնիները այսօր երկուսն էլ ապրում են առողջ քրիստոնը վայել ընտանիքներում իրանց սեփական հացը արդար ճանապարհերով աշխատելով, ամեն առանց ֆինանսական աղքատության անեծքի հետ կռիվ տալով, դրա համար մեկը կանգնացրել է այդ անեծքը։ Ես քեզ շատ կարևոր տեղ եմ տանելու, դու հլը ամրագոտից ձգի, բայց մի բան նայենք,
Եթե դու թույլ ես տալիս, որ սատանան մտնի քո կյանք կամ գտնվում ես սերունդների անեծքի տակ, դու հրավիրում ես քո երեխաներին հետևել նույն ճանապարհին եւ սատանան կկուլ տա նրանց այդ նույն ճանապարհին։ Կկուլ տա անպայման այդ նույն ճանապարհին, եթե դու թույլ ես տալի, որ սատանան մտնի քո կյանք։ Բայց դա ո՞նց է ով է ուզում, որ ինքը մտնի։ Այդ ով է ուզում։ Մեղք։ Ահա դուր որից գալիս է սատանան։ Մենք մեղք ենք գործում, չէ դե հազար ներողություն, հաջորդը նայենք, հազար ներողություն։ Գաղատացիների 3-ում հետևյալն է գրված։ Գիտեք խեմ ես համարը բերեմ, որովհետև հասկանաս Հիսուսը քեզ ինչ անեծքից է ազատել։ Ասում է Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքից։ Ովքեր կային անցյալ կիրակի, երբ Մովսես եղբայրն էր քարոզում։ Մովսես եղբայրը հենց սրա մասին էր խոսում, գիտեք, որ այն Ղևտացիների գրքում այն որ գրված է 613 խայտարակ օրենքներ հիգիենայի, հոգևոր, չգիտեմ, կրոնական, դրանք բաժանված էին 3 խմբերի։ Այդ 613 օրենք կատարել, խելագարվել կարելի է։ Քրիստոսն եկել է ազատելու քեզ այդ օրենքի անիցիալ անեծքից, որ անհնարին էր մարդիս անելու դրա համար էլ Աստված ուղարկեց իր որդուն, որ ազատի քեզ այդ անեծքից։ Ամեն, հալելույա։ Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով, վասնզի գրված է անիցիալ լինի ամեն փայտից կախվածը, քո փոխարեն, իմ փոխարեն Հիսուսը խաչից կախվեց, որ դու չպատասխանես Աստծուն այդ 613 օրենքը չկատարելու համար, որից ըսկի տեղյակ չես։ Պարզ է, սակայն այս համարը հենց այնպես չեմ բերել։ Այստեղ գրված է, նա ազատեց մեզ օրենքի անեծքից։ Հիմա դու բարձրանում ես եւ ասում ես, ես վերստին ծնված քրիստոնյա եմ, ես հաճախում եմ եկեղեցի, ես տնային խմբակել եմ հաճախում, ես կարդում եմ Աստվածաշունչը, բայց իմ կյանքում կա անեծք։ Որտեղից իմացար քույրս որ կա, եղբայրս որտեղից իմացար։ Եթե դու լաց ես լինում, եթե դու կռիվ ես տալի կյանքի համար, կռիվ ես տալի խաղաղության համար, կռիվ ես տալիս հանգիստ ապրելու համար, նշանակում է ինչ որ մի բան է, խախտված է այդ կյանքի մեջ, այդ տան մեջ խախտված է, օրենք է խախտված։ Հա՞։ Մեկ ուրիշ բանարի նայենք։ Ուզում եմ սանայես, եթե մենք հավատանք, որ Քրիստոսը մեզ համար անեծք դարձավ եւ ընտրենք հնազանդվել Աստծո խոսքին, մենք իրավունք ունենք Աբրահամի օրհնություններին միանշանակ։ Գիտես Աբրահամը քանի օրհնություններ է ստացել Աստծուց։ Բռնվիր, 8-ից 10,000 օրհնություն է ցախ քեզ պատկանում։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը խաչը բարձացավ, անեծք եղավ քո համար, այսինքն քո անեծքի համար պատասխանեց ինքը, որ դու այսօր ազատ լինես, որպիսի խաչի միջոցով, որովհետև լուծեց անեծքի հարցը, Աբրահամի օրհնությունները փոխանցի քեզ։ Կա մարդ որ հասկացավ, որովհետև եթե անեծկար այդ օրհնությունը չի աշխատի, բայց նա այդ անեծքը վերցրեց, որ օրհնությունն աշխատի, բայց ինչու այն չի աշխատում որոշների կյանքում։ Ինչու չի աշխատում։ Եկ մի բան էլ նայենք։ Եվ վերջապես ինչ է ընկած անեծքի հիմքում։ Եթե ծառը հիվանդ է, այդ ծառի հետ երկար բարակ մի խոսա։ Ճյուղերը կտրեմ, ես ինչ անեմ, հիվանդ է, որովհետև արմատն է հիվանդ։ Այո, համաձայն եք, որովհետև ծառը հիվանդ է, հատուկ ինչ-որ բլոճներ կան, բերքը լավ չի աճում, եթե աճում էլ է խաղող ամբողջ փառերի մեջ կորած եւ այլն, դա խնդիրը նրանումն է, որ արմատը լավ վիճակում չէ։ Եթե մարդու կյանքում կա անեծք, դա խոսում է այն մասին, որ արմատներում բան կա նստած։ Երբ որ մարդը ստամոքսի խանգարում է ստանում, ասում եմ պետք է ստամոքսը լվանալ, որովհետև ինչքան դուք ուզում եք մածուն տվեք իրան, ինչքան ուզում եք դեղ տվեք, եթե տակը բան կա նստած, դա կրկին է իրան հանելու դրա մեջ, հա? Կրկին սրտխառնոցա բերելու, ուրեմն պետք է այն ամբողջովին դատարկել, հա, որ մարդը ստանա հանգստություն։ Կա մարդ որ հասկանում է ինձ։ Ես մի պատմություն եմ ուզում կարդալ այսօր Սուրբ գրքից։ Հանձինս ինձ համար, այս պատմությունը համարվում է ողջ Աստվածաշնչի մեջի ամենատխուր պատմությունը։ Ես կարող եմ ասել ոչ թե Ծննդոց գրքի տխուր պատմությունը, այլ ամբողջ Սուրբ գրքի ինձ համար
անհաճելի, ամենատխուր պատմություններից մեկն է, բայց այստեղից մեծ դաս ունենք սովորելու։ Եք միասին կարդանք Ծննդոց 9-րդ գլուխը, եւ դու այս պատմությունը լսել ես, բայց մենք մտնելու ենք այս ընտանիքի մեջ։ Սա հազարավոր տարիներ առաջ է եղել ինձանից ու քեզանից, բայց այսօր մենք Սուրբ Գրքի օգնությամբ մտնելու ենք այս մարդու տունը։ Խոսելու եմ այսօր Նոյի մասին։ Լսիր։ Եվ Նոյը սկսեց հողագործեր, սկսեց, այսինքն երբ որ իջան Արարատ լեռան վրա, ինչ արեց Նոյը, սկսեց հողագործությամբ զբաղվել։ Այդ որ ասում եւ Նոյը սկսեց, արդեն իջել էին, վերջացրել էին, եւ Նոյը սկսեց հողագործություն անել, եւ մի այգի տնկեց, եւ գինուցը խմեց եւ հարբեց։ Կարճագրված։ Տնկեց, խմեց, հարբեց, եւ իր վրանի մեջ մերկեր։ Ալելույա։ Եվ լսեք, եւ Քանանի հայրը Քամը տեսավ, Քամը Նոյի որդիներ, տեսավ իր հոր մերկությունը, լսեք ուշադիր, հոր մերկություն արտահայտությունը ֆիքսեք, եւ իր երկու եղբայրներին պատմեց, հելավ պատմեց։ Եվ Սեմը ու Հաբեթը Նոյի մյուս երկու որդիներն էին, Նոյի 3 որդի ուներ։ Եվ Սեմը եւ Հաբեթը հանդերձները առան, ուրեմն հայրը ընդեղ էր պարկած, մերկ։ Հանդերձները առան եւ սկսեցին գնալ առանց նայելու հորը, նկատեք, առանց հոր մերկությունը նայելու, հանդերձները առան գնացին, հասկացան, որ մոտեցել են հոր անկողնուն, որտեղ պարկած էր, գցեցին այդ շորերը, Աստվածաշունչն ասում է, անենց գցեցին, որ չտեսնեն։ Ուզում եմ սա ֆիքսեմ քո համար, որտեղ սրա վրա երկար ենք խոսելու։ Եվ դրեցին ու գնացին իրանց հոր մերկությունը ծածկեցին, իրանց երեսները դեպի ետ, որ հոր մերկությունը չտեսնեն։ Եվ նույնը, եւ Նոյը իր գինուցը արթնացավ, արդեն հերելա, հաջորդ օրը արթնացել, ձեձը։ Եվ Նոյը իր գինուցը արթնացավ եւ իմացավ, ինչ որ իրան իր փոքր որդին արել էր, հաջորդը, եւ ասեց, անիծյալ լինի Քանանը, բայց Քամն էր բացը։ Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին, նաև ասեց, օրհնյալ լինի Եհովան Սեմի Աստվածը, եւ Քանանը նրան Սեմին ծառա լինի։ Ովքեր են այսօր Սեմի սերունդը։ Հրյաները։ Այսա նայելու եք ովքեր են Քանանի սերունդը, ասում այդ Քանանի սերունդը թո ծառա լինի Սեմին։ Աստված լսում է սա, Նոյն է ասում, Նոյը Աստծուց օրհնված մարդ էր, կանչված մարդ էր, Նոյը Աբրահամի պես համարվում է նահապետ եւ հիմա հայրը իշխանությունով անիծում է, լսեք, Աստված ուրեմն ընդարձակի ասում է Հաբեթին, Սեմի վրանները, այսինքն իրանց երկրները եւ իրանց քաղաքները, որ բնակվին, եւ Քանանը ծառա լինի նրան, թե մի աղբորը, թե մյուսին։ Այստեղ կանգ առնենք։ Նոյը հարբեց։ Հա ինչ անենք, հարբեց մարդը։ Ուրեմն, գիտեք, երևի բարձր գրադուսով էր սարքել էլի գինին։ Դե ժամանակ մաքուր օթեր, եւ ես խորոված մորոված արեց Նոյը, ասեցել է իմ քաշած գինոց բերեք ստե։ Կաչե տենց որ մեկի տուն հետ մեզ մատ, լստի, հələ մեր քաշած արաղը մեր սատանայներս գրադուսով ապան։ Գլուխն է գովում է, յանի լավ բան անում։ Մի հատ լավ տորթ առնեիք թեյի հետ, տենց բան կհասկանայինք, գրադուսով արաղը բերել է։ Ալերա, ես 90 քանի գրադուսա խմում ես ու մայր հողից պոկվում ես։ Ինք իրա փորձից ասում էլի։ Սաս նայում եմ ասում եմ, ոտ ձյաց, մի խոսքով, Նոյը մտածեց դες գինին սարքել է, պատկերացնես ինչ թունդ գիներ, խեղճ մարդուն կտրել է հողից։ Ուրեմն այս գինին սարքումը, չգիտեմ ինչու խմելուց մերկացավ, չգիտեմ, տենց գրադուսը բարձր ինձ տվում, մերճը։ Բայց ասում արթնացավ ու հասկացավ, թե ինչ էր արել իր հետ, իր որդին, եւ անիծեց որդուն, եւ այդ օրվանից սկսվեց ընտանեկան անեծքը։ Հիմա լսիր, երբեմն, եթե դու ազնիվ լինես ինձ հետ ասելու ես այո, երբեմն մենք նմանվում ենք Քամին, ուրիշի մերկությունը շտապում ես բացելու, հազիվ բռնցրել ես։ Քոնը մոռացար, հազիվ բռնցրել ես, ու սկսում ես SMS ուղարկել, ու սկսում ես, ասում ես, հələ նայ մի հատ, հələ սրա երախուն եմ տեսել, հələ սրա մարդուն նայ, ու ուղարկում ես, ասա որ մեր մեջ ապրում է Քամից կտոր։
Բոլոր ազնիվներն ասացին, հաջորդը լսի, կամը հելավ ծիծաղ, եկեք տեսեք այդ բձեն գժվի, եղել է, երբ որ մեկի վրա ղժացել ես, լավ ղժացել եք ձերոնցով, որ ոչ մեկ չի, ձեր կռուգով եք խնդացել, էլի, դրել եք մեկին, ուսանց ձեր կռուգով, ոնց որ պետնա լվացել եք դրա ոսկորները, վատ է սարը, մենք բոլորս դա արել ենք, ու վատ ենք արել, դա նրանից է, որ էդի կամի ոգին է, հա, դաս թռնող կամի է, էլի դրա ոգին, երբեմն մեզ գրավիչ է թվում և գրավիչ է դառնում այն, ինչը արգելված է, ատես բան կա, է որ խմում է, հարբում է մարդը, կռիվանում և այլն, ատես դուր է եկել իրան, տարել էին մարդավարի սրան հարսանիք, նշանտրեք խայտարակեց թողեց, իշքան խմիշկ կար ջնջեց, ասենք են տերերն էլ գիտեին, որ մի քիչ որ խմիշկ մնա, հաջորդ օրը խնամական չաբանա, էլ խմիշկի փող չէին, տեսի լված կա օրը սաղ, մակրելա, գիտես մեզ դուր է գալի բաներ, գրավիչ են բաներ, որոնք արգելված են, որոնք դեմ են Աստծուն, ծաղրել մեկին, ընտանիքով կռուգով նստել և ոսկորները լվալ ինչ-որ մեկի և ղժալ մեկի վրա, գիտեք հումոր անելը դա այլ բան է, նվաստացնել, ծաղրել մարդուն դա այլ բան է, դա դև է, կա մարդ, որ հասկացավ ինձ, ես հանականող մարդ եմ, հիմա էլ եմ անում, բայց նվաստացնել մեկին են աստիճան, որ մեշկի վրա ընկնես, էդի կամի ոգինա, ես արեց ինքը հոր նկատմամ, ես անզգուշ բաները անելով, մենք այդպես էլ չենք նկատում, ինչպես մենք մեր սեփական ձեռքով մեզ տարանք և դրինք դատապարտության տակ, ինքն էլ Աստծուն, ուզում եմ մի կարևոր միտք ասեմ, որոշ մեկնաբանություններում, Աստվածաշնչի որոշ մեկնաբանություններ ենթադրում են, որ ինչ-որ մի բան, որ տեղի է ունեցել Նոյի հետ, դա արել է Քանանը, դուք հարց չեք տալիս, Քանանը ով է, who is Քանան, այստեղ խոսում է 3 որդիների մասին, Քամ, որը բացել է հոր մերկությունը, գրված է և Նոյը, երբ որ արթնացավ, անիծեց Քանանին, խի, Քամն էր էդի հարը, ստեղ կանք չեք առել երբեք, չեք մտածել, Քամը բացեց հոր մերկությունը, դատապարտվեց Քանանը, լավ, բայց ես ուզում ասեմ, Քամը 4 տղա ուներ, խի Քանանը, այդտեղից սկսում է պատմությունը, այլ կուրս վեկալել, 4 տղա ուներ Քամը, ինչու Քանանին անիծեց Նոյը, չանիծեց Հաբեթին, չանիծեց են Սեմին, չանիծեց մյուս տղաներին, չանիծեց անգամ Քամի մյուս տղաներին, կամ են մյուսին, հենց անիծեց Քանանին, կամ մարդ որ մտածել է, իրականում իսկականից, Քամը արեց, անիծեց Քանանին, իսկ եթե ուզում էր ասել, ինչ որ իմ գլխին արել ես, տղերքդ անեն քո գլխին, դա ուրիշ բան, տղերքդ, բայց են տղաներին ձեռ չի տալի, իմինը հատուկ նշում է Քանանի անունը, և այստեղ պատմությունը իր կուրսը փոխում է, մի բան էր տեղի ունեցել վրանների տակ, որին մասնակից է եղել Քանանը, Քամի որդին, հիմա տես, Ղևտացիների 18-րդ գլխում գրված է մերկություններ չբացել, գիտեք կեսուր կա, որ գնում ամենտեղ ասում է իմ հարսը փնթի է, գիտեք այդ ինչ է նշանակում, բացում է հարսի փնթիությունը, բայց այստեղ բացել մարդու մերկությունը, դա ուրիշ որակի մասին խոսալ չէ, սա սեռական ակտի մասին է խոսում, Ղևտացիների 18-րդ գլուխը խոսում է արգելքների մասին, առաջի գլխից մինչև 20-րդ համարը, 18-ից 20-ը, չբացես քրոջդ մերկությունը, չբացես եղբորդ մերկությունը, չբացես հորդ մերկությունը, չբացես մորդ մերկությունը, մտածում ես ինչ մամայի մերկությունը կամ պապայի մերկությունը, որն է, ասեմ պապաս խաղացողը, թե պապաս խմողը, no, որպեսզի հասկանանք ինչ էր տեղի ունեցել, ես վերադարձել եմ ամբողջ շաբաթ, տող առ տող, կարդացել եմ, քուրիկս որ եկավ մեր տուն, ես դա էի ուսումնասիրում, բացել եմ Տորան, որով գրվել է հին ուխտը, և այն գրքերը, որոնք գրվել են թե նոր ուխտը, թե հին ուխտը, պիտի կարդաս, թե որ թարգմանություններով են գրվել, և ինչպիսին են եղել դրա օրիգինալները, ես նայել եմ Տորան և բացահայտել եմ մի հատ բան,
որ մտածել եմ սա այդ բեմից ասեմ, թե ոչ։ Այդքան վտանգավոր բան եմ բացահայտել։ Բայց վտանգ, ճշմարտությունն է ճշմարտություն։ Սևով սպիտակի վրա գրված է եւ տորայում տես, մերկություն բացահայտելը ինչ է նշանակում։ Հիմա մենք մի հատ տեղ ենք նայելու, մինչև այս պատմության խորը արմատները գնանք։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ Սուրբ Գիրքը մեզ թույլ է տալիս տեսնել ավելին, որ այս պատմության մեջ հենց այդպես չի եկե ասել, պապայիս էլ եկեք նայ, արի օրդ նայ, բծեն գաշվե։ Սենց բան չի եղել։ Սուրբ Գիրքը, հատկապես հին ուխտի թարգմանությունը, որը արվել է Սեպտուաջինների կողմից, տորայում գրված է, մերկություն բացահայտելը, դա հենց այնպես ասել չէ, որ արեք տեսեք ձեր պապան մերկա, հիմա մոտենալու ենք դրան։ Բայց ուզում եմ ասեմ, որ Նոյի անեծքը գործեց, որովհետև հեսա ծանոթանալու ես ով էր Քանանը եւ ինչպիսին է դրանց ծերունդը, ովքեր են այսօր կանանացիները, որ կարողանաս շատ լավ հասկանաս, թե իրականում այդ ազգերի վրա այդ անեծքը աշխատում է, թե չէ։ Ով էր Սեմը եւ ով էր Քանանը, այսօր, հենց այսօր այդ պատերազմը Սեմի եւ Քանանի միջև է թումը։ Բայց ես կփորձեմ պատասխանել ձեր ներսում լուր մի հարց, որ բարձացել է։ Հիմա ամեն մեկի տված անեծքը կարող է նստի իմ վրա։ Ոչ։ Որովհետև անեծքի համար հող է պետք։ Արի դրան ամրապնդենք Աստծո խոսքով։ Առակացում գրված է։ Այստեղ նայիր։ Ինչպես որ ճնճղուկը թռնում է։ Հա? Ծիծեռնակը թռնում է, թռչունը թռնում է։ Այնպես էլ զուրանեծքը, այսպես թռնելու վրայից տեթա, չի կատարվի։ Կարող է ձեր հարևանը քեզի չի սիրում քեզի։ Հիմա հելնելու է քո համար անից ինչ-որ ջրեր շպրտի հետևիցդ լինելու է, եկը գժվես որ տենց ապրես։ Է թափումը թոթափի, ձեր տերիտորիան է մաքրում ջրով։ Ոտես նայի, բան չեմ արել իրան, ուղղակի ինձի չի սիրում։ Թեթխի չի սիրում, էդի պիտի իրան հարցնել, բայց ես կարևորը բան չեմ արել, իսկ եթե ես բան չեմ արել, այս անեծքի ինչով որ ուզում ասի, մայրդ կասի, հայրդ կասի, տատդ կասի, պապդ կասի, կինդ կասի, ամուսինդ կասի, չի աշխատելու, եթե անեծքի համար չի պատրաստված հող։ Ասում ասես ծտի պես թռնելու է, ոնց է ճնճղուկը թռնում ու գնում է։ Այդ հենց այդ անեծքը գնալու է փարտիրոջը, այսինքն կա նաև այս տարբերակը, որ անեծքը չի կարող աշխատել այն մարդու կյանքում, ով դրա համար հող չի պատրաստել, որ հողի մեջ է աճում սերմը, որի մեջ որ սերմ է գցվում։ Այո։ Եթե դու այդ մարդու ոտը չես կոխրճե, հանգիստ ապրի, իր անեծքը քո կյանքում չի աշխատելու։ Սրանից ավելի բաց պատգամ երևի չէինք լսել, հա։ Բաց գնում ենք, ավելի բաց ենք եթալու, ավելի բաց։ Ես շատ անգամ կրկնեցի, նորից եմ ուզում կրկնեմ, եթե մենք տեսնում ենք մշտական խնդիրներ, որոնք իրենց լուծումը չեն գտնում մեր ընտանիքում, պիտի հիշենք, որ սա մեղքի արդյունք է, որ ես անեծք է եկել է։ Գիտեք, հարցնում են ինձ, հիվանդությունը կարող է լինել անեծք, անշուշտ։ Չէ, եթե ատամդ բորբոքվել է, գնա ատամդ հանի, ասենք էդի մի կապի անեծքի հետ, պարզ է, ասենք ականջդ բորբոքվել է, էդի մի կապի անեծքի հետ, բայց հիվանդություններ, որոնք տանում են մահվան և որոնք փոխանցվում են սերունդից սերունդ, դրա վրա մտածի, պարզ է, քանի մարդ գիտեր, որ քաղցկեղը կնոջ կյանքում գալիս է մոր կողմից, քաղցկեղը կնոջ կյանքում չի գալիս հոր կողմից, գիտեիր դա, իմացի, դա գալիս է մոր կողմից, դրա համար մայրեր, ովքեր ունեն աղջիկներ, զգուշ մնացեք, եթե դուք լսեցիք պատմությունը, որը ես մի 10 րոպե առաջ պատմեցի, զգուշ մնացեք, ինչ որ կյանքում քեզ թույլ ես տվել անել, արդեն թույլ ես տվել, սրանից հետո էլ թույլ մի տուն, սրանից հետո եղածը քանդի, եղածը մաքրի, որ այդ երեխեքը հանգիստ ապրեն, լավ, որ գաս եւ ասես, գիտեք Հիսուս Քրիստոսը իրապես կենդանի է, նրա խոսքը ինչպես ասեց, ես այնպես արեցի եւ անեծքը քանդվեց իմ երեխաների կյանքում, հա, աղքատություն, նկատել եք, որ ընտանիքում հայրը առավոտվա ժամը 6-ից կվել կենակետա աշխատի, մինչև ուշ գիշեր, աշխատող մարդ է, բայց աշխատում, դառը դատում, դատարկ,
Ալավ գիտենք ես ասացվածքը։ Նույնը տղան առավոտից իրիկուն աշխատում, գնում է խոպան, Ռուսաստանում ասֆալտներ է փխփռում, կաֆելներ մետլախներ է խփում, աշխատում է, ավելի շատ աշխատում, քան գրիչով փողաշխատողը, որը կաբինետում նստած է, կոֆե են բերում, գալստոկը եւ այլն, կոմպյուտերի վրա։ Այս մարդը բան չի անում համարյա, չոր մաքուր ակուրատնի հելավ տնից, նստեց իր ավտոն գնաց, ու ամսվա վերջում իր փողը ստացավ։ Սա ասֆալտ է փռում, սա բետոն է անում, սա կեղտ է թափում, սա շինարարական աղբ է թափում, առավոտից երեկոյան աշխատումը ստանում է կրոշկաներ, չնչին գումար, ատենց իր պապաներ, ատենց ինքնա, ատենց իր տղենա։ Տեսել եք ատենց բան։ Այդա անեցկա։ Այդա անեցկա։ Ես իմ կյանքում ռեալնի քանդել եմ այդ անեցկա, նա այլևս չի աշխատում ոչ իմ երեխաների, ոչ էլ նրանց երեխաների վրա, ամեն փառք Տիրոջը, շատ լավ։ Իսկ հիմա մոտենանք նորից այցելենք նոյին։ Ալկոհոլը սատանայի սիրելի զենքերից մեկն է, որը բացում է դռներ անեցքի համար։ Գիտեք, մարդիկ կա, որ ասում են, դե լավ, հա հիմա մի բաժակ գինի էր, դե լավ մի բաժակ արող էր, դե լավ մի բաժակ էսերեն էր։ Չեք նկատում, ամեն ինչ սկսվում է մեկ բաժակից, ավարտվում է արյունով, ավարտվում է ծեծկրտոցով, ավարտվում է դանակահարությամբ, հա? Քանի հանցագործությունների հիմքում ընկած է եղել ալկոհոլը, քանի միլիոն, քանի հանցագործությունների հիմքում մարդասպանությունների ընկած է եղել ալկոհոլը, ընտանիքում ծեծ ու կռիվի հիմքում ընկած է եղել ալկոհոլը, կանայք ծեծվել են ամուսինների կողմից ալկոհոլի պատճառով, այդպես է։ Մարդիկ մեղք են գործել ալկոհոլի ազդեցության տակ, ինչու, որովհետև ալկոհոլը մթագնում է մարդու միտքը։ 2022 թվականի աշնանը իմ ամենաշատ սիրելի Աստծո մարդկանցից մեկը երիտասարդ հովիվ ընկավ եւ չեմ ուզում իր անունը տամ, որովհետև դա պետք էլ չի։ Ես այտենց ցավ երևի ոչ մեկի համար չէի տարի, որտեղ իրան անձամբ եմ ճանաչում, ինքը Հայաստանում եկել է, մենք ենք ծառայել իրան ամուսնուս հետ, ինքն է ծառայել մեզ եկեղեցում, գիտեք, քայլող հայտնություն էր, ես այտենց քարոզիչներ իմ կյանքիս մեջ մատերիս վրա կարող եմ հաշվել։ Ես ես բերում եմ չափից դուս օծված Աստծո տղամարդու, չափից դուս կրակոտ 25 եկեղեցիների հովիվ, մի քանի ռիհաբների ուրեմն պատասխանատու։ Եվ երբ որ նրան հարցրեցին, ինչպես պատահեց, որ դու ընկար, ասաց ամեն բան սկսվեց մեկ բաժակ գինուց։ Ես ինձ զգացի, որ ուզում եմ խմեմ։ Եվ երբ որ խմեցի, եւ դա տարավ նրան, որ քանդվեց իր ընտանիքը, բաժանվեց կինը իրանից, երեխաները մնացին առանց հայր եւ առանց մայր, հիմա կինն էլ է ամուսնացել, ինքն էլ է ամուսնացել, մեջտեղում 3 երեխաները մնացին մենակ։ Ամեն բան սկսվեց մեկ բաժակ գինոց, զգուշ է պետք լինել, այո, ալկոհոլը դռներ է բացում սատանայի համար։ Լավ, գնանք առաջ, նայենք մի քանի բան, Նոյը հարբեց, եւ երբ մարդիկ հարբում են, նրանք վարվում են այնպես, ինչպես երբեք չէին վարվի, երբ որ սթափ են եղել, որովհետև նրանց կամքը այդ պահին խմիչքի ազդեցության տակ թուլացած է։ Խնդրում եմ բոլորը մի հատ լավ նայեն, թե հայերեն եւ թե անգլերեն տարբերակում։ Նոյը հարբեց եւ երբ որ մարդիկ հարբում են, նրանք վարվում են այնպես, ինչպես դա չէին անի սթափ ժամանակ։ Կա մեկը որ կասի այո։ Հետո դու արտնացել է այդ մարդը հարևաններով բան ընդհանուր հավաքվել են, թքել են այդ խեղճ մարդու երեսին, որտեղ մարդը պիտի նենց խմի, որ հարևանները հաջորդ օրը կնգա հետ միասին հավաքվեն ու նախատեն դրան։ Էս ինչ ձև է իր խմե։ Մենք մի հատ հարևան ունեինք, ասում էին, ինչ ես այդքան շատ խմում, նայ այս կինը բան խոսում ավարետ ասում էր, լսեք, ես իմ կյանքում մի հատ բան եմ հասկացել, մարդը պիտի նենց խմի, որ առավոտ կնի կհելնի սաղ հարևաններին հավաքի, ընդհանուր գան թքեն մարդու երեսին։ Այս մարդը սենց էր արդարացնում իր խմելը։ Դուք նկատել եք, խմած մարդը չի հասկանում ինչ անում, ջարդում է, փշրում է, ավիրում է, հազարոմի այլասեր բաների կարող է դիմել, առավոտյան արթնանում է, ասում է չեմ հավատում, էդի ես չեմ արել, որտեղ միտքը մթագնել է, մեղքը մթագնում է մարդու միտքը, կլինի դա ալկոհոլ, կլինի դա թմրանոթ, կլինի դա որևէ մեղքը թմրացնում է մարդու միտքը, ինչ որ մեկը կասի, այո, Ամբակումիայից մի հատ համար տեսնենք, Ամբակումիայում գրված է, վայ իր ընկերին խմեցնողին, որ բարկությունդ
թափում ես ու նաև արփեցնում ես, որպիսի տեսնես նրանց մերկությունը։ Սա ինձ օգնում է նորից գնամ Նոյի տուն։ Վայ իր ընկերոջը խմեցնողը, որովհետև դու խմեցնում ես, որ իրան մերկացնես։ Իսկ հիմա ես ասում եմ այն ինչ որ կարդացել եմ Թորայում եւ մի քանի օր աշխատել եմ դրա վրա։ Այս ամենը պատահեց Նոյի հետ, երբ նա պարկած էր վրաններում։ Աստվածաշնչում մենք կարդացինք, որ գրված էր Նոյը մերկ էր։ Կա մարդ, որ էդի կարդաց։ Ես խնդրում եմ ձեր բարձրացնեմ բոլոր նրանք, ովքեր մերկ բառը կարդացին։ Իսկ հիմա սա նայիր։ Մերկ բառը համապատասխանում է, ուշադիր նայիր։ Մերկ բառը Տորան ասում է, համապատասխանում է եբրայերեն այն բառին, որը ցույց է տալի համասեռամոլության դրսևորում։ Դրա համար այստեղ ֆիգուրա կամ կոչվածը կորում է եւ հանդես է գալիս Քանանը, որը կասկած է առիթատալի դուխի եկար մեջտեղ, Նոյը քեզ խիանիցեց։ Հաջորդ բանը նայիր։ Եբրայերեն համատեքստը մասնավորապես մերկությամբ բացահայտել է, որտեղ էլ կարդացինք, այս արտահայտությունը օգտագործում է տարբեր արգելված սեռական գործողություններ նկարագրելու համար։ Ես չեմ ուզում սրա վրա շատ կանգնեմ, բայց չէի կարող չկանգնեի։ Պարզ է, ես մի քիչ առաջ ասացի, ճշմարտությունը կարող է ապտակում է, բայց նա ապտակում է նրա համար, որ քեզ հետ պահի մեղքից, հետ պահի կործանումից, այո։ Ղևտացիների 18-ը տեսնենք, որ մի քիչ առաջ խոսեցի դրա մասին արգելքների։ Մի հատ ուզում եմ տեսնեմ ըստեղ ինչ է գրված, բաց տանը Ղևտացիների 18-ը 1-ից մինչև 20 համարը ամբողջ մերկության մասին է գրված։ Ոչ մեկը իր արյունակից ազգականին չմոտենա նրա մերկությունը բացելու համար։ Ես եմ Եհովան, քո հոր մերկությունը կամ մորդ մերկությունը չբացես, նա քո մայրն է, նրա մերկությունը չբանաս։ Աշխարհում չկա Աստվածաշնչի պես հզոր գիրք։ Եթե կյանքում ոչ մի գիրք չես կարդացել ես մենակ Աստվածաշունչը, դու հերոս ես։ Դու ամենաինֆորմացված մարդն ես։ Սա Ղևտացիները, տեսանք։ Քամի մեղքը կայանում է նրանում, որ նա տեսավ հոր մերկությունը, ուշադրություն, բերում եմ տարբերություն։ Քամի մեղքը կայանում է նրանում, որ տեսավ հոր մերկությունը ու գնաց խնդած պատմեց աղբերներին։ Բայց ահա ինչու Քանանը մեջտեղ եկավ, սա բոլորիս զարմացրեց։ Այո, զարմացար, որ քամը դատապարտվեց այն պատճառով, որ գնաց աղբերներին պատմեց, ասեց, արեք տեսեք ձեր բիձահերը տկլորացել, բայց երբ որ գրված է Նոյը գինով ցած վիճակից հաջորդ օրը առավոտյան արթնացավ ու նրան պատմեցին, թե ինչ է եղել քեզ հետ, նա անիծեց Քանանին։ Ուզում եմ մտածես, այս ինչ է տեղի ունեցել։ Նայսա, Նոյը անիծում է Քանանին, որը քամի որդին է, ինչը ցույց է տալիս մեղքի ծանրությունը։ Ծննդոց 9:24 եկեք կարդանք։ Եվ Նոյը իր գինուցը արթնացավ նորից եւ իմացավ, պատմեցին իրան, ինչ որ արավ իրան փոքր որդին, ինչ որ արել էր, իմացավ, ինչա տեղի ունեցել, ինչ աստիճանը հարբած եղե, ես հիմա քեզի մի հատ այնպիսի համար եմ բերելու, որ Նոյը ոչինչ լինի բերած համարի առաջ, որ զարմացած չասես, ասես, «Էս ինչ հանդե կատարվե»։ Հիմա ավելի ահավոր համար եմ բերելու Աստվածաշնչից, որ ասես, «Էս ինչ է եղել»։ Աստվածաշունչը գիտեք ինչու եմ սիրում, որ ոչ մի գաղտնի բան չի պահել։ Որ թեկուզ Նոյը Նոյ է եղել, Աբրահամը Աբրահամ է եղել, Դավիթը Դավիթ է եղել, Աստծո տղամարդիկ են եղել, դրանք նահապետներ են եղել, բայց դրանք թույլ են տվել հայտարարք սխալներ։ Եվ այդ մասին Աստվածաշունչը նշել է, որ իմանաս մարդիկ սրան են հասու, կլինի Աստծո մարդ, թե Աստծո մարդ չլինի, ով կլինի, կապ չունի, մարդը մնում է մարդ։ Ես սիրում եմ Աստվածաշունչը նրա համար, որ ամեն ճշմարտություն այստեղ գրված է։ Բայց հիմա արի մի ուրիշ բան նայենք։ Սա նայենք։ Մերկության բացահայտումը ծառայում է որպես արյունապղծության էվֆեմիզմ բառն եմ օգտագործել դրեստե։ Էվֆեմիզմ բառը օգտագործվում են, այս հрьяաները շատ են սիրում այս բառը։ Երբ կա կոպիտ, տահաճ կամ անքաղաքավարի բառեր, մի պատմության մեջ որ մարդիկ ասում են իրար, այդ բառերի փոխարեն էվֆեմիզմ բառն է օգտագործվում, էվֆեմիզմ, հա, նկարագրելու, որ ընդեղ եղել է շատ զզվելի մի բան, որը բառերով չի կարելի ասել, էդի պրոստը
էվֆեմիզմ էր։ Եթե հрьян լսի այս բառը, ինքը կիմանան դեղ եղել է պղծություն։ Այս մասին գրված է Ղևտացիների արգելքներում, ինչը մենք նոր կարդացինք, այո։ Մի քիչ էլ առաջ գնանք։ Այն պնդումը, որ Նոյը գիտեր, թե ինչ է իր հետ տեղի ունեցել իր հարբած վիճակում արթնանալուց հետո, հիշեցնում է մեզ Ղովտին, ով նույնպես սեռական բռնության էր ենթարկվել աղջիկների կողմից։ Դուք այստեղ եք։ Ես ձեզ չեմ լսում։ Նոյը, երբ որ էսի հելավ ու իմացավ, թե ինչ է կատարվել իր հետ, այս նույն պատմությունը մեզի հիշեցնում է, բա Ղովտը ինչ ասի, որ հարբած էր ու կրկին հարբած, եւ հետո արթնացավ, իմացավ, որ երկու աղջիկները բռնաբարել են իրենց հորը եւ հորից հղիացան, հորից երեխաներ ունեցան, էվֆեմիզմ։ Էլ չի մանրամասնում ինչ ա եղել, կամ արդ որ հասկացավ էվֆեմիզմը չի մանրամասնում ինչ ա եղել, ասում անդեղ սեռական այլասերվածություն ա եղել, այնպիսին, որի մասին չի կարելի բարձրախոսել։ Ահա Աստվածաշնչի ճշմարտությունը թե ուր է տանում մեզ։ Դու ինչ-որ մի բան վերցնում ես, դուք վերցնում եք ինչ-որ մի բան, փառք Տիրոջը, շատ լավ։ Բոլորս զարմանում ենք, քամներ որ գտավ ծերուկին մերկ, բայց անիծվեց Քանանը։ Կարծես թե ամեն բան արդեն պարզ է։ Անիծվեց Քանանը։ Անեծքը երբեք առանց պատճառ չի գալիս, մենք մի քիչ առաջ այդ մասին կարդացինք։ Այդ դեպքում Քանանը լուրջ ամեղան չէ։ Մի բան նայենք, ինչը Աստված անիծեց։ Ինչը Աստված անիծեց։ Նա անիծեց մեղքը։ Ինչ ընդհանրապես Աստված անիծել, նա անիծել է մեղքը, նա չի անիծել մարդուն, նա անիծեց մեղքը, անեծքը իրավունք է ստանում այն ժամանակ, երբ թույլ է տրվում, որ մեղքը մտնի մարդու կյանք, խնդրում եմ սրան նայես, անեծքը իրավունք է ստանում մարդու կյանքում գործելու այն ժամանակ, երբ դրա համար հող է պատրաստված, որի անունն է մեղք, պարզ է, ասացի, որ քամը ուներ 4 որդի, դրան իրանց մասին գրված է ծննդոց գրքում, օրինակ, Փութը, Քուշը, Քանանը, դրանք քամի որդիներն էին, ոչ մեկ ինչ անիծեց, Քանանին անիծեց, ուզում եմ հասկանամ, ինչու, Փութ ինչ անիծեց, Քուշ ինչ անիծեց, այն միս ինչ անիծեց, դրա անունը մոռացել եմ, այս մեկին անիծեց, թող ասել, էй, քամ, դու որ բացեցիր հորդ մերկությունը, տղերքիդ գլխին գա էդին, կարար չի ասել, նա ընտրեց այդ մեկին, Քանանին, ովքեր են քամի սերունդը, գիտեք ովքեր են, 3 որդի է ունեցել Նոյը, 3 որդի, Սեմը, Հաբեթը, Քամը, քամի որդին աֆրիկյան լեզուներ խոսացող ազգերն են, աֆրիկյան ժողովուրդներն են, Եթովպիա, Եգիպտոս, Լիբիա, դրանք սաղ քամի սերունդն են, Պաղեստին, հիմա ինչ ենք նկատում, Պաղեստինն ու Սեմը իրար հետ կրվում են, նկատում եք, միշտ Սեմը հաղթում է սրանց, ջնջեց Պաղեստինը, որովհետև Նոյն անիծեց, ասեց ծառա կլինես Սեմին, այս բանն անելու համար, տեսակ ինչու, ու դուք ասում եք, այս ինչ է տեղի ունենում Պաղեստինի հետ, ասացի Աստվածաշունչը դա մի պայմանագիր է, որը պետք է կարդալ, ուսումնասիրել եւ համաձայնվել դրա հետ, ամեն, պարզ է, Փութը և Քուշը սևամորթ էին, Աֆրիկյան երկրները, Լիբիամ և մյուսները նույնպես առաջացել են այս ուրեմն երկու տղերքից, քամի որդիներից, բայց Քանանը սպիտակամորթ էր, Ելից 25-ում մի բան եմ ուզում տեսնենք, նրանց երկրպագություն չանես և նրանց չպաշտես, որովհետև ես քո Եհովա Աստվածը մի քիչ առաջ էլ կարդացինք, նախանձոտ եմ, այսինքն խանդոտ եմ ես, որ կհատուցեմ հայրերի անօրենությունը որդիների վրա, մինչև նրանց 3-րդ և 4-րդ ազգը, որ ատում են ինձ, պարզ է, ուզում եմ մի հատ բան նայենք, եթե հայրը մեղք է գործում, որդին սովորաբար հետևում է նրա օրինակին, մարդը հաճախ չափազանց թույլ է մեղքին դիմադրելու համար, և հորը բնորոշ բնույթը փոխանցվում է որդուն, սա կոչվում է ժառանգական անեծք,
ուզում եմ որ ուշադրություն դարձնես հետևյալ բառին։ Չէ, հետևյալ բառին, նույն համարի մի դիմադրել։ Դուք նկատում եք մարդիկ կա, որոնք չեն դիմադրում մեղքին։ Մարդիկ կա, որոնք հասկանում են չի կարելի սրան ձեռք տալ։ Մարդիկ կա, որ չեն դիմադրում։ Դիմադրել ոնց եք ասում։ Այստեղ կարդում եք դուք, շատ լավ, հաջորդը նայենք։ Նոյի ընտանիքի վրա անեծքը առաջացել էր նրա հարբեցողության պատճառով։ Անմասն Նոյը չմնաց թե իր պատճառով եկավ էսին, իմանաք։ Նոյի ընտանիքի վրա անեծքը առաջացավ իր հարբեցողության պատճառով։ Նա հարբեց եւ դրանով իսկ բացեց մեղքի դուռը։ Տեսակ ոնց մեղքը եկավ ներս։ Ես ուզում եմ Առակացից մի հատ համար կարդանք։ Առակաց 21-ն ասում է. ծաղրող է գինին, խռովարար եւ ցքին եւ ամեն ով որ դրանցով մոլորվի իմաստուն չի լինի, զգուշ մնա, եթե խմելու հետ հակվածություն ունես, այսօր այստեղ կանգար, որովհետեւ այդ հակվածությունը քո կյանքում, հակվածությունը խմիչքի նկատմամբ հենց այնպես մի օրում չի եկել, դրա համար պատասխանում են նաեւ քո գեները։ Մարդիկ կան, որ հակված են մեղ գործելու, եթե հակված են անընդհատ այդ մեղքը իրանց առաջագալ, ոնց էլ գտնում է իրան, իմացեք սա գենետիկ բան է, հակվածություն մեղ գործելու, հակվածություն, գիտեք մարդ կա, որ չի կարող իրան թույլ տալ արդար ապրի, չի կարող այդ մարդը պիտի թալանի, այդ մարդը պիտի խապի, այդ մարդը պիտի քցի, հակված է այդ անելու, նկատել եք, չի կարող ճիշտ բառ խոսա, պարտադիր ինչ որ խոսա մեջը մի հատ սուտ պիտի լինի։ Ինչու, որտեղ հակված է սուտ խոսալու, այդ բերանը իր մեջ ապրում է ստության ոգին։ Ուզում է դաժե լավ բան ասի, պետք է պարտադիր մի հատ անպայման սուտ կողքը ասի։ Ու դու զգում ես խաբեց քեզ, ինչու հակված է սուտ խոսալու, հակված է գլուխ գովալու։ Նկատել եք այդպես բան։ Գովում է գլուխը, փոխդակ թողի մենք իր գլուխը գովանք։ Առակաց գիրքն ասում է, հերիք եղավ քեզի գովաս, թող ուրիշի բերանը քեզ գովա, հա։ Հակվածա գլուխը ես, լավ Սուսանտոտային չհիշեմ, էմատոտային, նորից հիշեց, ես էմատոտան իմ քարոզներից դուրս չի, էմատոտային բոլորը եք ճանաչում, ամբողջ եկեղեցին է ճանաչում, եկեք, ես, սեռական մեղքը ամենավատ մեղքն է, սեռական մեղքը ամենավատ մեղքն է, ինչու Աստված ոչնչացրեց Սոդոմ Գոմորը, այս մեղքի պատճառով, ովքեր էին Սոդոմ Գոմորի բնակիչները, Քանանացիները, Քանանի որդիները, դրա համար Աստված ոչնչացրել, տեսեք չի հանգստանում Տերը, չարթելով գնում է մինչև այսօր սատկացնելով Քանանին, Նոյը մի օր անիծեց, մինչև իմ այդ անեծքը աշխատում է, նկատեք, տեսակ, Սոդոմ Գոմորը վառվեց, Սոդոմ Գոմորը քանդվեց Քանանացիների պատճառով, որովհետև Սոդոմ Գոմորում բնակվում էին Քանանի ժառանգները։ Ինչու քանդեց Սոդոմ Գոմորը, այլասեռ քաղաք էր։ Էվֆեմիզմ բառն է այստեղ նորից օգտագործում, հա, նկարագրելու, որ անհնարին է այս բեմից այլասեռվածության տեսակները թվարկել, չի կարելի անգամ։ Պարզ է։ Ես ասացի ինքը բարդ պատգամ է, բայց սա, գիտեք ինչ է, սա հոգևոր թերապիա է, սա հոգևոր վիրահատություն է, նստիր մինչև վերջ, լսիր մինչև վերջ, լավ, որովհետև Աստվածաշունչն ասում է լսելով կմաքրվես, ամեն, շատ լավ ես էլ այսպես տեսանք, ուրեմն ինչ ենք անեծքի հիմքում, մոտենում ենք դրան, սա նայենք, ապագա սերունդներին, սա նայենք, ինչ ենք անեծքի հիմքում, նկատեք գենետիկա, բայց գենետիկան մենակ չի խնդիրը, հիշեք, անեծքի հիմքում ընկած է անհնազանդությունը և մեղքը Աստծո դեմ, անհնազանդությունը, նայենք մի հատ ուրիշ բան, ապագա սերունդներին փոխանցվող անեծքները կարող են կոտրվել, անհրաժեշտ է քանդել ընտանիքի վրա կախված անեծքը միանշանակ, ես չեմ հանդուրժի, ձեր տանը երբ որ ես կանանց կարող է դիմեմ, երբևից եղել եք, որ տեսել եք, որ հա, չէ, ձեր տոները շատ կատարյալ մաքուր, այդպես բան երևի սխալ օրինակ բերեցի, ասեք տենակ սարդոստային մեջը մի հատ սարդ, եղել է, հա թե չէ ձեր տանը շատ մաքուր եք երևի, ոչ մեկի տանը չի ելնում սարդ, ես այսօր առավոտ սարդ եմ բռնում մեր տանը, ունենց է չախ սարդեր, թեկուզ ես գլուխը կերա այդ սարդի, բայց ուզում եմ ասեմ բռնեցի, ինչ եմ ուզում ասեմ, դուք նկատում եք սարդը, որը գալիս է, սարդոստային է սարքում, պետք չի ասել, Ես արվեստի գործը, ոնց է հուսը տնաշենը, այսքան սարդը հալոնատնային ձևի, դու չես կարող մի հատ գուլպի հուսես,
Մյատ նասկի չես կարող հուսես, այդ սարդը մի հատ անենց բանա, սարդոստանայ հուսել, դու էլ ես ուզում ընկնես դրա վրան։ Անենց սիրուն հուսել։ Բայց հարցը նրանումն է, որ սարդոստայնը կարող է քանդվել ավելի մեկ հարվածից։ Վերցրու խազայկա ավելը եւ խփի սարդոստայնին, որը մի քանի օր սարդը տանջվել եւ սարքել է եւ այն քանդված է, խփիր թշնամուտ եւ այն ընկնելու է, խփիր անեցքին եւ այն քանդվելու է, խփիր այն Հիսուսի անունով, խփիր այն Աստծո խոսքով եւ այն քանդվելու է քո եւ քո երեխաների կյանքից։ Ամեն։ Ավելի բարձր ծափարի Տիրոջը։ Հալելույա։ Դու պիտի ապրես ազատ։ Եվ Աստծո մեջ ամենամեծ օրհնությունը նա է, որ այս երկրի վրա ապրես Աստծո մեջ ազատ, վայելես հետևյալը before after։ Նախքան Հիսուսը ինչ ունեինք շալակներիս, եւ Հիսուսն եկավ, ոնց մեր շալակի բեռը քանդեց։ Ամեն, ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Եթե չկանգնենք այսօր անեծքի զորության դեմ, ապա սատանան կփորձի իր զոհը գտնել մեր երեխաների մեջ, չկասկածես։ Ես հավես չունեմ քանդելու, հավաքույթից հետո ուղիղ տուն գնամ։ Ես կքանդեմ ինչքան ապրում եմ։ Ես որևէ տեղ սարդոստային տնեմ կխփեմ, որ հանկարծ էդի բուն չդնի։ Այո, ահա, այո, մեղքը տենց սարդոստայնի պես մի բան է։ Եվ հետո գիտեք գալիս է ժամանակ, տեսնում ես 9 տարեկան երեխան վերակացեմ, որն ասում է, ուզում եմ մազերս կապուտ ներկեմ։ Դուսկի մազերը թլը չես ներկել, ինքն է ասում, ուզում եմ մազերս կապուտ ներկեմ, եւ դու չես կարողանում ասես ոչ, որովհետեւ եթե հանկարծ ասես ոչ, տնից է եթալու։ Հետո նկատում ես 12-13 տարեկան երեխան այնպիսի բաներ է քեզի առաջարկում։ Ես չեմ ուզում ձեզ հետ ապրեմ։ Կամ ես ուզում եմ իմ սերս փոխեմ, դու ասում ես երեխա է, երևի իրան այդպես է տեսնում։ Ես ինձ այլևս չեմ տեսնում աղջիկ, ես ինձ տեսնում եմ կատու։ Ես այլևս ինձ չեմ տեսնում տղա, ես ինձ տեսնում եմ շուն։ Անենցա որ գիտենք։ Եվ մենք ասում ենք, դե, հիմա նա որ ինձ լսի, որ ես Ամերիկայում այսպեսի բան եմ քարոզում, կարող է ինձ արգել են քարոզելուց։ Չեմ նեղվի։ Միս կիրակի էլի Մովսես եղբայրը կխոսա։ Դուք իրան նեղություն կտաք։ Ինչու եք կպնում մեր օրենքներին, լավ եմ անում, որովհետև այդ օրենքներին կպնում է Աստված։ Ես էլ իր հետևից եմ գալիս։ Ամեն, որ քո կյանքում մաքրություն լինի։ Ինչու են այսօր հայրերը եւ մայրերը լաց լինում։ Ինչու են այսօր հայրերի եւ մայրերի գլուխը կախ։ Ինչու այսօր նրանք հանգիստ ապրելու համար, որ երեխաներ են բերել, պահել, մեծացրել, իրանց բերանից կտրել, կրթության տվել, հագցրել, կապցրել, հիմա այսօր այդ երեխաները նվաստացնում են այդ ծնողներին, ցավացնում են, երբ նրանք արդեն այնպիսի տարիքի մեջ էին, որ պիտի հանգիստ ապրեին, բայց ինչ-որ մի բան նոր է սկսվել։ Հələ կռիվ, հələ պատերազմ, հələ սա իր օրենքն է դնում, նա իր իրավունքն է առաջ քաշում։ Բանը նրանումն է, ես ասացի, եթե մեղքի հարցը ընտանիքում չի լուծվել, այն անպայման կգտնի երեխաներին։ Պարզ է։ Ժառանգական անեծքներ, որոնք են դրանք։ Բազմաթիվ անգամներ այսքան րոպեների մեջ մենք խոսեցինք, որ դրանք անեծքները սերնդից սերունդ են փոխանցվում։ Եղել է որ մեկը ապահովագրական ընկերությանը դիմի life insurance-ի բանի համար, նկատել եք ձեզի հարցնում են, ձեր գենետիկայի մեջ կա քաղցկեղ, ձեր գենետիկայի մեջ շաքար կա, նկատել եք հարցնում են, ինչու, որտեվ ուզում են իմանան, ինչ ունես ժառանգական փոխանցվող, որտեվ իրանք գիտեն, թեկուզ անհավատ են, բայց գիտեն, որ հիվանդությունները ժառանգաբար փոխանցվում են, այո, այդպես փոխանցվում են։ Կա մեղքի զգացում, հասկացողությունը, այն ենթադրում է չար արարքի կամ սխալի համար պատասխան տալու անհրաժեշտություն։ Այն ենթադրում է արժանի դատապարտում, այո։ Սա նայիր, յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա իր սեփական մեղքերի համար, որովհետև ես հիմա մի հատ ուրիշ տեղ եմ տանում քեզ համար, որտեղ մի քիչ ավելի կարող է խորը շնչես։ Յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա իր սեփական մեղքերի համար։ Պատասխանը պետք է տրվի նախ Աստծուն, բայց մարդկային կյանքի որևէ ոլորտում կլինի առողջության, գիտակցության, էմոցիաների, զգացմունքի մեջ որոշակի մեղքի կամ թուլության հակումը կարող է գենետիկորեն փոխանցվել յուրաքանչյուր մարդու ժառանգներին սերնդե սերունդ։
Եվ սա է ամենամեծ սխալը։ Սա փոխանցվում է։ Եզեկիել մարգարեության մեջ հետևյալն է գրված. Եթե ողբ Երեմիան ասում է հայրերը կանեն եւ որդիները կպատասխանեն, ապա լսիր Եզեկիելը ինչ է ասում։ Այն մարդը, այն անձը, որը մեղանչել է, ինքը պիտի մեռնի, ոչ թե պապանարել է երեխան մեռնի։ Մի հատ նայեք, միթե Աստվածաշունչը կարող է հակասել իրար։ Ողբ Երեմիայում ասում է հայրերի արածը որդիները կպատասխանեն, այստեղ ասում է ամեն անձ ով որ արել է մեղք, ինքն է դրան պատասխանելու։ Հիմա լսի։ Այն անձը, որը մեղանչում է, նա պիտի մեռնի, որդին պիտի չկրի հոր անօրենությունը, եւ հայրն էլ պիտի չկրի որդու անօրենությունը, արդարի արդարությունը իր վրա պիտի լինի, ամբարիշտի ամբարիշտությունն էլ իր վրա պիտի մնա։ Այսինքն պետք է սովորել, ամեն ինչ չէ որ կարելի է գցել գենետիկայի վրա, ամեն ինչ չէ որ կարելի ասել։ Ես գիտեք խեմսս դառը պապասա մեղավոր։ Պետք է հասկանալ հետևյալը, որ ամեն մարդ ինչ որ անում է, պետք է պատասխանատու լինի իր անձի համար։ Այո, բաներ կա, որ մենք գիտակցաբար ենք անում, ընկնում ենք խնդիրների մեջ, եւ սա պետք չի գցել հոր կամ հոպարի կամ հորողբոր կամ հորքուրի վրա։ Հատկապես եթե հորքուրը չի ամուսնացել։ Հաջորդը նայենք։ Եզեկիել եւ ամբարիշտը, երբ որ դարձի գա իր բոլոր մեղքերից, որ արել էր, եւ պահի իր բոլոր օրենքները, պահի Աստծո բոլոր օրենքները, իմ բոլոր օրենքները, եւ իրավունք ու արդարություն գործը, պետք է անշուշտ ապրի, նա չի մեռնի, անեծքից ազատ մարդ։ Հիմա լսեք ոնց է գալի ազատությունը։ Եվ ամբարիշտը մարդը, որ մեղք է գործել, երբ դարձի գա, լսում եք, պարզ ինստրուկցիա, խնդրում եմ սա երկար պահել էկրանի վրա։ Հիմա ոնց է քանդվում անեծքը, հասարակ պարզ ձևով, ոնց որ հասարակ ու պարզ եկել է։ Ասում է, երբ որ մեղավոր մարդը, ամբարիշտ մարդը, հա, գա դարձի, ասա գա դարձի, քայլ համար առաջին, իր բոլոր արած մեղքերից, ուրեմն դարձի գա բոլոր արած մեղքերից, այսինքն զղջա մեղքերի համար, հետո պահի, Աստված ասում է իմ բոլոր օրենքները, իմ բոլոր իրավունքները, արդարություն գործե, պետք է անշուշտ ապրի ու չի մեռնի, որովհետև անեծքը քանդված է իր կյանքից, ապաշխարություն, զղջում։ Եթե դու մի մեղքի մեջ երկար ես մնացել, դևը նկատել է քեզ, իսկ եթե նկատել է, իմացի դու իր տերիտորիայում ես, ինքը պրոստատա քեզ բաց չի թողելու։ Դու կարող ես մտովի ուզում ես ասես, ես էլ չեմ ուզում քեզի, ես էլ չեմ ուզում սա, ուզում եմ ուժ ունենամ, ուժ գտնեմ, ազատվեմ, դուրս գամ սրանից, ապրեմ մաքուր կյանքով, ապրեմ հաղթական կյանքով, բռնեմ քեզ եւ ասեմ, ես արդեն ազատ եմ, ու դու զգում ես, որ դու չես կարողանում։ Եթե չես կարողանում, օգնության դիմի։ Աստվածաշունչն ասում է մեկը կջարդի 1000-ին, երկուսը 10,000-ին։ Ամեն։ Նախ առաջինը պետք է խոստովանել այդ մեղքը, զղջալ։ Ինչն է բերում անեծք մարդու կյանքում, չզղջված մեղքը։ Ես ուզում եմ որ կողքինիդ ասես, բռնի մեկին եւ ասա, չզղջված մեղքն է բերում անեծք։ Չասացիր էդի դու։ Այնքան գնում սпасելու մինչև գտնես մեկին։ Անպայման գտի մեկին, ես նայում եմ քեզ այստեղից։ Նայում եմ, գտի մեկին եւ ասա, չզղջված, չխոստովանված մեղքը բերում է անեծք։ Հաջորդ բանը նայենք եւ ես մոտենում եմ ավարտին։ Եզեկիել 18:20-24-ը կարդում ենք։ Նրա արած բոլոր հանցանքները պիտի չհիշվի նրան։ Վայ, տեսեք, ոնց է մաքրում Աստված։ Ասում է ինչ որ արել ես, ել չեմ հիշացնելու քեզի, որ դու ժամանակին ես եղել, որովհետև Եսայի մարգարեությունը մի հատ հրաշալի համար կա, բազմիցս անգամներ ասել եմ, երբ որ Աստված ներում է մեր մեղքերը, նա իր մեջքի ետևից, նա իր կռնակի ետևից դրանք շպրտում է ու այլևս չի ման գալիս գտնի, որ երեսիդ խփի հետո։ Ասում է եւ նրա արած բոլոր հանցանքները չեմ հիշացնի իրան։ Աստված սերը, ամեն, չեմ հիշացնի նրան։ Իր արած անարդարությունները նա պիտի ապրե, իր արած արդարությունները նա պիտի ապրե։ Միթե ես երբեք կուզեի ամբարիշտի մեռնելը, ասում է Տերը։ Չէ ուզի, ասում է Տերը։ Չէ որ նա իր ճանապարհներից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։ Ուզում եմ ասում ապաշխարես։ Ուզում եմ թողնես մեղքը։ Ուզում եմ ճանաչես Աստծուն, ուզում եմ ապրես սուրբ, ասում է Տերը, ուզում եմ սիրես իմ օրենքները, ուզում եմ ընդունես քո օրենքները եւ քո մտքի վրա չվստահես։ Նա ինչ գեղեցիկ է ավարտում, ինչ գեղեցիկ է ավարտում։ Միթե ես երբեք կուզեմ ամբարիշտի մահը, միթե կուզեմ նրա մահը, չէ, ասում է Տերը,
Չէ որ նա իր ճանապարհներից դարձի գալն ու ապրելն եմ ես ուզում, աջորդը նայենք։ Բայց եթե արդարը ետ դառնա իր անարդարությունիցը եւ անօրենություն անե եւ ամբարիշտի արած բոլոր պղծությունների պես անե, միթե նա կապրի, նրա արած բոլոր անարդարությունը պիտի չհիշվի։ Նա նրանցով, այսինքն իր արած հանցանքներով եւ իր արած մեղքովը պիտի մեռնի։ Եթե արդարը ետ դառնա իր արդարությունից ու մեղք գործի, կմեռնի ասում։ Մարդու հոգևոր վիճակը կախված է իր սեփական արարքներից, այլ ոչ թե նախնիներից։ Եվ ամեն մարդ Տիրոջ առաջ կկանգնի իր արածի համար։ Սա կոչվում է անձնական պատասխանատվություն։ Կամ բաներ, որ ժառանգական են եկել, ես ուզում եմ տարանջատել իրարից։ Կա բաներ, որ դու գիտակցաբար արել ես եւ դու ես դրա համար պատասխան տալու։ Դա դու բերեցիր քո կյանքի մեջ։ Դա մայրդ չի բերել, դա հայրդ չի բերել, դա տատիկդ չի բերել։ Դա դու արեցիր։ Ամեն մարդ եւ ամեն մարդու հոգևոր վիճակ կախված է իր սեփական արարքներից։ Կա ինչ-որ մեկը, որ կասի համաձայն եմ։ Այո, սեփական արարքներից։ Մի բան նայենք եւ վերջացնենք։ Անեծքի հիմնական պատճառը Աստծո նկատմամբ ատելությունն է եւ մեղքը։ Հիմնական պատճառը մեղքն է, Աստծո նկատմամբ ատելությունը։ Ես կավելացնեի Աստծո նկատմամբ անհնազանդությունը։ Անհնազանդությունը սարսափելի մեղք է։ Լսեք, մի բան եմ ուզում ձեզ ասել։ Դուք նկատում եք, որ Հիսուսը խաչվեց փայտի վրա։ Այստեղ նայեն բոլորը։ Այստեղ նայ, Հիսուսը խաչվեց փայտի վրա, ճիշտ է։ Եդեմի պարտեզում Ադամը եւ Եվան դուրս վռնդվեցին այդ փայտին ձեռ տալու համար, որի անունն էր ծառ։ Հա, բռնի ես միտքը։ Հիսուսը խաչվեց հետևյալ կերպ, ծակեցին նրա ձեռքերը, ձեռքեր, որոնք եւ այդ ձեռքերը երկարեցին Եդեմի պարտեզի այդ ծառից ուտելու, Հիսուսը դրա գինը վճարեց։ Ձեռքը ծակվեց, որովհետև այն ձեռքը, որը երկարել էր այդ ծառին ձեռ տալու, Հիսուսը դրա համար վճարեց։ Դուք գիտեք, որ հռոմեացի զինվորը խոցել է նրա կողը։ Խոցել է նրա կողը։ Դա Եվայի այնտեղն էր, որտեղ ինքը պիտի կանգներ, բայց սխալ կանգնեց Եվան, եւ այդ կողը Հիսուսի ծակեցին։ Կնոջը եւ ամուսնուն ինչ են ասում, կողակիցներ։ Եվան այդ մասը Ադամի բաց թողեց, Հիսուսը ծակեց, որ վճարի դրա համար։ Հետո տեսնում ենք, որ Հիսուսի գլխին փշեպսակ դրեցին։ Երբ որ Եվան եւ Ադամը մեղք գործեցին, իրանց մեղքի պատճառով Աստված անիծեց երկիրը եւ ասեց այլևս չլինի ասենց բուսականություն, ասենց բույս եւ այլն, այլ սրա տեղը փուշ ու տատաս կաչի։ Հիսուսը այդ անեց կվեկալավ փշե իր վրա, որ դու ազատ ապրես։ Ամեն։ Ես ուզում եմ քեզ մի բան ասել։ Եկ ոտքի կանգնենք։ Ես ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Ես չեմ կարող իմ պատգամը այսօր ավարտեմ այս բանը չասելով քեզի։ Հիմա լսիր։ Դու ուզում ես անեծքը ավարտվի քո կյանքում։ Դու ուզում ես որ տեսնես քո երեխաները երջանիկ ամուսնացած են։ Դու ուզում ես տեսնես որ քո թոռները առողջ, այն որ գալիս են տունը, ավիրում են բամբած ոչինչ թող գան։ Ուզում ես որ քո տղան պսակով գնա, ուզում ես քո աղջկան հարսի շորով հանեն տանից, ուզում ես որ քո երեխաները ունենան առողջ սերունդ, հա? Որ չլինի հազամազան հիվանդություններ եւ ամբողջ օրը անցկացնեք բժիշկների դռներում։ Ուզում ես ապրել անեծքից ազատ, ուզում ես ապրել անեծքի պատասխանատվությունից ազատ, ապա լսիր ինչի առաջարկում Աստված։ Պատրաստ ես, որովհետեւ քեզ մի կարևոր բան եմ ուզում ասեմ։ Շիտակ նայիր Աստծո խոսքին։ Շիտակ կարդա Աստծո խոսքը եւ շիտակ էլ վերաբերվի նրան։ Ամեն։ Եթե դու ուզում ես որ դա քանդվի քո կյանքից, անշուշտ քանդվելու է, դուք տեսաք, նա խոստացա։ Եթե մեկը կանգնի, քանդի, խոստովանի, խոստանում եմ մեղավորը չի մեռնելու, ապա կապրի։ Միթե ես ուզում եմ որ դուք մեռնեք, ասեց։ Չեմ ուզում։ Ձեր արած սխալի պատասխանատվությունն է ձեզ սրա մեջ կանչում, ասում է Տերը։ Հիմա լսիր ինչ ասում Թվոց գրքում Աստված Մովսեսին։ Իսրայելի բանակում
խնդիր էր եղել, անհնազանդություն Աստծո դեմ եւ Աստված ժանտախտ էր ուղարկել։ Հիմա լսիր։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. այդ ժողովքի միջիցը ելեք, որ իսկույն սպառն, այսինքն ջնջեմ սրանց, սպառեմ սրանց, եւ սրանք իրանց երեսների վրա վայր ընկան։ Հաջորդը նայիր, շատ կարևոր տեղ է։ Եվ Մովսեսն ասեց Ահարոնին. բուրվարը տար եւ մեջը սեղանի վրայից կրակդիր, մեջը նաեւ խունկ դիր ու շուտով ժողովքը գնա եւ նրանց համար քավություն արա, որովհետեւ Եհովայի կողմից բարկությունը ելավ եւ ժանտախտը սկսեց։ Հաջորդը։ Եվ Ահարոնը առավ Մովսեսի ասացի պես եւ ժողովքի մեջը Ահարոնը վազեց, քեզ շտապել է պետք։ Որոշներին այստեղ վազել է պետք, շտապել է պետք արագ կանգնացնելու անեծքը։ Եվ Ահարոնը առավ Մովսեսի ասացի պես ժողովքի մեջ ու վազեց, եւ ահա ժանտախտը սկսել էր ժողովրդի մեջ, եւ խունկը դրավ, եւ ժողովրդի համար քավություն արավ, եւ մեռելների ու ողջերի, ժանտախտից մեռածների եւ հələ դեռ ողջ մնացածների մեջտեղում կանգնեց եւ ժանտախտը դադարեց, եւ ժանտախտով մեռածները 14700 հոգի էին, բացի կորխի համար մնացած մեռածներից։ Եվ Ահարոնը ետ դարձավ դեպի Մովսեսը ժողովքի խորանի դրան մոտ եւ ժանտախտը դադարեց, բայց գրված է, որ Աստված ասեց Մովսես կանչիր Ահարոնին եւ ասա անեծքը կանգնում է զոհի միջոցով։ Ես ասացի, եթե ուզում ես կանգնի անեծքը քո եւ քո որդիների կյանքում, նրանց ժառանգների կյանքում, ապա շիտակ նայիր Աստծո խոսքին։ Գրված է եւ Մովսեսը կանչեց Ահարոնին, եւ Ահարոնը մի րոպե չկորցնելով գրված է վազեց, հասավ մեռելների եւ կենդանիների մեջտեղը, զոհարեց եւ գրված է ժանտախտը կանգնեց։ Այսպես էր գրված։ Զոհաբերությունը կանգնեցնում է անեծքը։ Ես հիմա քեզ հրավիրում եմ զոհաբերության։ Ես հիմա հրավիրում եմ քեզ զոհաբերության։ Այն զոհը, որ ամեն կիրակի սովոր ես գցելու, այդ զոհը փորձ չանես, հանկարծանես քո պայուսակից։ Գիտես ինչու։ Որովհետև եթե դու անեծքների ժառանգների անեծքի ազատության մասին ես այսօր կանգնած խոսում, եթե դու հավատում ես, որ Աստված ասեց Մովսես, վազելով ասաց վազելով Ահարոն, շտապեք մարդիկ մեռնում են։ Դու տեսնում ես, որ անեծքը, հիվանդությունը թափանցել է քո տան մեջ։ Դու վախ ունես քո երեխաների համար, թե ինչ է լինելու նրանց հետ, ապա Ահարոնի պես վազիր, սոհդ խփի զոհասեղանին եւ ասա՝ քայլ առաջին, որովհետեւ խոսքերով չէ մենակ, որ կարող է անեծքը քանդվել, կան գործեր, որ կարելի է անել։ Ու պետք է անել։ Դրանցից մեկը հետևյալն էր. Ահարոն վազավ Ահարոնը, խի վազավ, ժամանակ չկար։ Մարդիկ մեռնում էին մեկը մյուսի հետևից, ժանտախտը լափում էր մարդկանց, մարդիկ անհնազանդություն էին արել, բայց երբ որ Ահարոնը լսեց, թե ինչ ասեց Մովսեսը եւ բերեց զոհը, խունկը, զոհասեղանից կրակը վեկալավ, գրված է անեծքը կանգնեց։ Այն նոմինալ զոհը որ տնից որոշել էիր, որ գա այստեղ անես, ես խնդրում եմ այն դիր քո գրպանը մի զոհաբերի, բայց էդի մի արա, որովհետև եթե դու ժառանգների անեծք ես ուզում քանդես, ապա արա այնպիսի զոհ, որ կանգնացնի Աստծո անեծքը։ Երբ Դավիթի ժամանակ նմանատիպ բան եղավ, Դավիթի սխալի պատճառով Աստված հարվածեց Իսրայելի 73000 մարդ մեռավ այդ օրը, Դավիթը հասկացավ, որ իր մեղքի պատճառով մեռնում է անմեղ ժողովուրդը, վազելով զոհասեղան բերեց։ Այդտեղ մի մարդ կար, անունը Որնա, եւ այդ մարդը կալուն էր, ասեց ձեզ պետք է զոհաբերություն անել, ասեց այո, ասեց ես իմ կալը կարող եմ տալ ձեզ, որովհետև այն ժամանակ այսպես էր, հատակը վերցնում էին, քարերը շարում էին եւ անասունը խփում էին կրակի վրա, քարերի վրա, եւ Դավիթն ասեց, ինչ ասեցիր։ Ասեց ես քեզ կարող եմ կալ տալ, վրեն քո զոհը քո Աստծուն անեն։ Ասեց ես այտենց տղա եմ, որ ձերի բան զոհաբերեմ Աստծուն։ Ինչքան արժի կալդ, այսքան վերցրու կալիդ փողը, վերցրեց կալը, զոհասեղանը շարեց, կենթանին խփեց վրան եւ գրված է Սատակի չելեշտակը հենց այդ պահին, որ տեսավ զոհը խփեց զոհասեղանին, գրված է թուրը դրեց պատյանի մեջ, անեծքը կանգնում է զոհի միջոցով։ Սա այն էր, ինչ առաջի մասի համար ես այսօր պատրաստել էի։